Տղեկ ջան, նայեք, ուրեմն հիշում եք, որ ես ձեզ պատմում եմ, որ Angular ունի լիքը տարբեր վերսիաներ, չէ՞։ Մենք կոպիտ ասած պետք է նենց անենք, որ մեր Angular պրոյեկտը ստեղծվի 19 վերսիա։ Այսինքն տեսեք, շատ վերսիաներով բաներ կա, ինքը կարող մի հատ 5 վերսիա գեներացնի, սա անենք։ Ասեմ ինչի տղեկ, մենք միշտ խուսափում ենք վերջի վերսիան օգտագործելուց, 20 վերսիան, որը որ հելել է, տղեկ, դա ամենավերջի վերսիան է, որը որ կարա շատ լիքը անախորժ դրությունների մեջ մեզի դնի։ Դրա համար մենք միշտ օգտագործում ենք հին վերսիան, քանի դեռ կոպիտ ասած մի գոնե մի կես տարի մի տարի վերենք չի ֆրած։ Հա? Բալո ջան, այսինքն մինչև այդ վերսիան չդառնա, մի գոնե մի կես տարեկան չենք օգտագործել, լավ։ Աշխատում է, Վալեր ջան, չի։ Ես պրոյեկտ ունեմ մինչև Angular 13-ով է, էլ։ Էնի պրոստը այն վաղ կելել եմ, տենց է մնացել է, պարտադիր չի դու անդադ փոխես, էլի վերսիան։ Թույլ։ Ախ, չի թողելու թե հին սարքինք համբալը, վերսիան հին վերսիա պետք է սկսենք Angular CLI։ Դայք հələ կարակ մոդները ցենց բան փորձեք։ CMD-ն բացենք։ Հա, պոյսկի տեղը գրում ենք տղեկ ջան, terminal CMD command prompt։ Հա։ Գրում ենք հետևյալը, npm install, այսինչ տղեկ ջան։ Install։ Նայեք ինչ եմ ասում, տղեկ, npm-ին node package manager-ին, խնդրում ենք, որ մեր համար գնա, բերի Angular 19 վերսիա։ Փորձենք դրանք իմ մոտ։ Հա, ես Google-ին լավ արուչ։ Չորս։ Հա, վարուչ ջան։ Ինչ բերա։ Ինչ անեմ։ Հա։
Ինչ է որը, վալուց։ Նա ծում կանես մի քիչ թել հաչ չես կրանա, նա։ Ախպրիս, հիմա Carlos. Ալուչան այդ նկարք ուղարկես տերմինալից ես բանտեր միից դրանցում եմ էլի։ Եղավ, հա։ Okay, հա։ Հələ մի հատ Վալերջան դեմից սուդոկը գրես։ Հիմա երուրակց էլի մոտից։ Հա, հավաքի քո կոմպի փասվորդը։ Որ չկա պասպորտ դրած կոմպյուտերը։ Չի ուզել։ Այդ չեմ, նա տայս հրամանակը գրեք ձեր մոտ NG version, տեսնենք ինչ կհրապանը։ Թեղած պրծավ նոր, չէ՞։ Տասնինքը վերսիոնի ձալական, NG version, հա, version, հա եկա։ Վալերջան այդ սուդոն գիտես ոնց որ ինչն է։ Որպես ամենակարևոր օգտատեր, չէ՞, գիտես է։ Ինչ ա բերել 19-ը։ 19 վերսիայով, սելայի 19-ը չէ՞ թե 20։ Հենա, դա է Վալերջան, են անգուլար սելայի։ Всё, окей։ Չէ։ Էդի մահեջ, էդի ոչ կա։ Դասպի, նույնս ուրիշ է։ Կարևոր անգուլարի վերսիան է, անգուլարի վերսիան։ 8-ի տեղը 9 է դրած։ Դե 22 12։ Հա, ոչ է։ Մենք գիտեք ինչ արինք, կոմպի մեջ նստեցրեցինք անգուլար 19-ի հնարավորություն, որտեղ մենք անցած անգամ անգուլար 20-ին գցել։ Մենք փոխենք 19-ին։ Մենք փոխեցինք 10, ոչ թե փոխեցինք, այլ 19-ի կա մեջը։ 20-ը ջջվա։ 20-ը չջնջվա, просто կոպիտ ասած ապա ակտիվացվեց, всё։ Հա? Ապա ակտիվացիա գնա։ Որը այստեղ 20-ն է։ Էդի Քագեն բացում։ Էդ շիկ կա։ Այդ որտեղ ես նայում, Գուրգեն ջան, վերսիան մենակ տերմինալով կարաս նայես, ուրիշ տեղով մի նայ։ Հա, բանի մեջ վիզուալ։ Չէ, մենակ տերմինալից ենք նայում վերսիան, ուրիշ տեղից չենք նայում։
Նայ ես հələ դիք սենց կանես։ Նայ օրինակ բերում եմ մոտ։ Բասի դիք ջան արի այդ սենց բան արա։ Արի ջնջենք թողոքսինք։ Դեք դուք էսի չանեք, էլի մենակ դիկոն։ npm uninstall դիք ջան -g Okay, всё, դիք ջան, դե հիմա երկու հատ take բան, երկու հատ functions հարաբեր է։ Հա, դա record։ Դա է։ Հա, Դեք ջան, terminal история բան։ Հա։ Սոլարները դուք վերջին հա։ Կարող եմ տեսնել ստիկ կորի, բայց դի ոչ մի Դեք ջան, ես Angular-ի վերսիան է, իրականում սենց է, եթե օրինակ ունենք 3 հատ 4 հատ պրոյեկտ տարբեր վերսիաների, ես եմ ու համի խոսք ասենք 3 հատ տարբեր պրոյեկտ ունենք կոմպիս մեջ։ Մեկը մի վերսիայով է, մեկը մի վերսիայով է խոսքում, վերսիան տարբերվում է։ Այդ դրանք միաժամանակ չես կարող նույն վերսիայի Angular-ով run տաս։ NG server տաս, error-ը տալու։ Դրա համար բալեր չեն, օրինակ։ Ամեն կարաս պապկեք սարքես Angular 19։ Angular 19 պապկի մեջ ինստալ անես Angular 19 վերսիան գլոբալ։ Հա ու ձև կա ոնց որ Angular-ի վերսիան պայտակ թեքել։ Просто շատ աննորմալ բան է։ Դու դրան դուսում կա ուրիշ։ Հա, լավ։ Okay, տղեկ, մի հատ նորից բացում ենք բանը, հիշում ենք ոնց ենք պրոյեկտ սարքում։ ng generate Էշեր չէ, թե g-new, ng new, չէ, պրոյեկտի անուն։ Դիք բանի մեջ դրեք, ես terminal-ի մեջ դրեք։ ng new ու անունը։ Բացում ենք լիվոյ տերմինալ, տղեկ։ Ստեղ դրեք, թե Ստեղ գրեք, նայ, տղեկ, հələ արիք բան եմ ցույց տալու։ Նայեք, շատ շ։ Հիմա եթե ես ունեմ desktop-իս վրա, տղեկ չէ, projects պապկա։ Նայեք, projects-ում ես ունեմ Angular տենում եք։ Հիմի Angular-ը մի հատ ուրիշ պրոյեկտ է, տղեկ չէ։ Ես կարող եմ ըստ է, տղեկ։ Հա, բայ, ես new։ Ես new տենում եք։ Չբերեմ, այս շտուֆտը։ Okay, լավ։ Գնացեք տղեկ, այն պապկա, հələ եկեք ուրեմն սես ցույց տամ։ Գնացեք այն պապկա, որտեղ որ ուզում եք ձեր թազա պրոյեկտը սարքեք։ Օրինակի համար ես desktop-ից վրա տղեկ ջան ունեմ projects, չէ՞։ Ահա։ Բացեք projects պապկեն ասած պրոստ։ Հա, տղեկ, նա ակուրատնի թազա պապկա սարքեք, կանոնում մի բան դրեք, project դրեք, մի բան դրեք, որ ակուրատնի առանձին ունենա։ Դիք բանի վրա, չէ՞։ Սևանի վրա սև իշտի։
Սեղանի վրա։ Որտե կուզես գուրգեր ջան, որտե հարմար է։ Հա։ Ինչ ասում։ Պապկի վերևի այս հատվածը, տղեկ ջան, այս քոփի ենք անում։ Հələ կտուցրեք վերևը։ Բալոջան։ Ջան։ Մենակ ինչն է, Բալոջ։ Նա ցենց հարց տամ, որ գերում ես կոմոդ CMD։ Ապշուտ այդ տերմինալը, որ բացում ես, այստեղ ինչ է գերվում։ Չէ, ոչինչ, պետք է տենց լինի, ինչա կոմոդ, ինչա գրած։ Ինչ պապկա ունես հեչ կոմպիտ մեջ։ Դեսքթոփ։ Դեսքթոփի պես ինչ ունես, թե չկա տենց բան։ Ահա։ Հələ մի հատ սովորական ձևով կբացես այդ պապկետ ու screen share անես։ Աշկս այդ մագը ծախենք պատ նորմալ Windows վերցենք։ Դա տենում ես այն վերևի անտերը, այն որ գերած է, այդի, հələ երկու հատ մի քիչ կողքի վրա կտցել։ Այդտեղ չկա copy path կամ տենց ինչ-որ մի բան։ Մի հատ պրոստը այդտեղ, Վալոս ջան, չէ, սպաս, հələ, այդտեղ պրոստը աչ քլիկ արա, էլի ես untitled folder-ի կողքը։ Այդտեղ միտեղ այնքան որ, չէ, պապկի վրա չէ, հենց կողքերը այդտեղ միտեղ։ Ահա։ Լավ, արի ոչինչ, Վալոս ջան, դու պրոստը սենց բան գերի ժամանակ բան չանենք, էլ։ Տղեկ CMD-ին բացած ո մոտներդ։ Գերում ենք CD ու այդ ձեր copy արածը։ CD ու այսից։ Change direction, փոխիր պապկան։ Ոնց ես տիկ պապկից պապկա այդում։ Նույնն էլ էստեղ է, ահա։ Project-ի մեջ եք, գերում ենք ng new ու օրինակ Angular 19, սենց։ Պրոյեկտի անուն եմ դնում, տիկ ինչ ուզես կդնես։ Հա։ The project, the project գնա ճիշտ ասի, պետք է ես ու բանը, չէ՞։ Տակինն ենք, չէ՞ ընտրում, որն եք, սասն եք, թե որն եք։ Չէ, մեջտեղն է, երկրորդը ընտրել։ Ահա, դա ընտրել եք։ Երկրորդը Տղեկ, ես երկրորդ հարցին նոսը մեկ։ Հա, սասը ընտրեցինք, Վալոս ջան, դու արել ես ես։ Չէ, արա, Վալոս ջան։ Y պետք է անենք ու բանը։ Sorry, կորում հերցում եմ։ Վալոս ջան, էսի արա։ Այստեղ պետք է Y անենք։ Ինչ որ միտեղ սարքի, տայ։ Այստեղ Y ու Էսի մի դոր հասնահել մի վար։ Չէ, սրան նոր ուր։
Էնա բալը ուր ես ասել։ Բայց ոնց ինչ ես պատասխանել հարցերին։ SSR երկրորդը, բայց մեկը SSR-ի վրա։ Ափսոս։ Դե ջնջինորից արա։ Կարաս ուրիշ անունով սարքես, Վալեր ջան, Engine-ը Angular դիշ բան, իմս, թանգես, դες մի բան դի է։ Պրոյեկտի անունը, դեք, ինչ ուզում եք դրեք։ Հələ mən screenshot կա։ Լավ ցեկ էլ այդ բառը փորձի, հա։ Sudo։ Այդ բառը երազիք մեջ գալու է, Վալեր, դու լենքան ես օգտագործում։ Այդ Linux, Ubuntu, Windows-ի վրա չկա դες բան տակ, բայց այդ Linux, Ubuntu այդ բաները, macOS բաները դրանք, դրանց վրա այդ sudo-ն չես կարող օգտագործել։ New project, Վալեր ջան, ու պրոյեկտի անուն տուր մի տարբերվող անուն։ Եղավ Google։ Ջալիլով։ Եկել եք վիզուալով բացին։ Դայք ջան, տենում եք, չէ՞, տես բարդ բան չկա պրոյեկտ սարքելու մեջ։ Նա դա engineer ես անում, Google ջան։ Այդ բոտ էլ հարցը տալիս ես թե բան։ Այս project-ը բնական վիզուալ։ Չէ, project-ը չէ, project-ի մեջ իսկ քեզ մենակ պետք է Angular 19 պրոյեկտը։ Այս բանը մարանա։ Project-ը, общий папка։ Իրա մեջից քեզ Angular 19-ն է պետք բացի։ Ես գիտեմ։ Project-ը մի պարտքա։ Screen share արա, Վալեր ջան։ Մայա դիպոզիտի մեջ է։ Մայա չի կորել։ Հա։ Դու մեն բան։ Նայես, այս էլ Angular 19-ն եմ select անում։ Եղավ դիք։ Վալեր ջան, ng new։ Հələ տերմինը բաց ասա։ Կարաս ամեն անգամ չբացես փակես, точно, sudo ng new project բառը պետք չի։ Այդպես չես կարա ջնջես։ Ահա։ ng new ու պրոյեկտի տանուն։ Նա տարբերվող անուն դի որ չլինի։ Ահա, չդացրու թե դա։ Սկիզբի կնչեինք դերում։ Նայեք, տայք։ Սետը, է։ Սետը։ Որոց արդյունից առաջ սետը ենք դերում։ Այդ ինչ եմ իվորքյան, այդ ցդն ինչ ենք անում, եկեք հասկանանք, չէ։ Եկեք հասկանանք, որտեղ կարա պետք չկա։ Վալեր ջան, դու ինչ եք հարցնում։ Աբես, սովետ հայրա խոդով։ Թող իր installation-ը բրծեն։ Ուրեմն նայեք, տայք։ Ինչի ասեցի տերմինալը բացեք ու CD-ով գնա կտեք։ Որպեսզի ձեր պրոյեկտը սարքի կոնկրետ տեղ։ Տայք, երբ որ դուք նայեք, ուշադիր հələ նայեք, ես սաղ պետք է հասկանաք, տայք մանուկներ է կամաց, բայց CD-ն ինչի համար արեցին Google ջան։ Ոնց ես դու պապկից պապկա ես։ Ինչ ես անում, պապկ եմ բացում ես։ Չէ, կոդով չէ, սովորական։ Դու օգտատեր ես, մտել ես օրինակ ես ինչ պապկա, տանային երկուսի մեկ խոսքի։
Ինչ ես անում, չես գնում JavaScript պապկա։ Չես գնում, ես գիտես ես ինչ եմ անում ըստ տերմինալի։ CD եմ անում։ CD-ն նշանակում է ֆայլից ֆայլ գնալ։ Հա, պապկից պապկա գնալ։ Ճոգիր։ Okay։ Ասում տեղը փոխի։ CD-ի տեղը просто փոխել դնի։ CD-ի տեղը CD-ին ասում ես թե որ ճանապարհով ես ուզում գնաս, ուր ես ուզում գնաս։ Ես դրա համար ինչ արի Գուրգեն ջան, բացեցի project-ս, էսի վերևինը ճամփեն իրա հասցեն։ Տվեցի CD-ին, ասի եղբայր կգնաս այս պապկի մեջ։ Ասես պրոբլեմ չկա, աշկիս վրա այդ։ Գնաց այդ պապկի մեջ Գուրգեն ջան, ես ինչ արեցի այդ պապկի, ասի այ հենց ըստե ուրեմն տիկ։ Դու պետք է անես ng new ու պրոյեկտի սան։ Որ Գուրգեն ջան անկապ տեղ չսարքին պրոյեկտը, իմ ուզած պապկի մեջ չսարքին։ Հա, okay։ Դա էքսես բաները կամաց հեսա բացատրեմ, որ նես չլինի որ պրոստը իմանաք որ այտենց է, չէ։ Դալը ջան, այսինքն գիտենք մի քանի հատ բան։ Angular-ին ստացնելը հասկացանք, տղեկ, նես չի խոսքի ասենք, տեսեք ես էլ օրինակ ես նես չի ամեն օր Angular-ի պրոյեկտ եմ սարքում, տղեկ, մի 4 կոպիտ ասած այդ 10 հատ պրոյեկտ սարքածել եմ սաղ աշխատելուց ընթացքում թե չէ, որտեղ ինձ ճիշտ է պետք մի անգամ սարքում եմ, տարիներով աշխատում եմ, հա, չմոռնալու ես մեկը, Պապկին ես փոխում էլի։ ջան, դե մի հատ պրոյեկտ ես սարքում տարիներով աշխատում ես, եթե ձգվավ էլ, հա կարող է փուճուր պրոյեկտներ անես ամիսը մեկ մի հատ սարքել, Չէ, մեն այ որ մի անգամ սարքում ես, քաշում ես մի անգամ մեջը։ Քաշելը ուրիշ բան է, քաշելը մեկ է, պրոյեկտ սարքելը մեկ է։ Հա, պրոյեկտը վերեշի դրանց փոխես էլի պապկի։ Թազա պրոյեկտ սարքելու մասին եմ ասում, հա։ Okay, տղեկ ջան, Angular-ը ինստալ անելը կամ ինչ-որ այդպես բան անելը, պրոյեկտը առաջի անգամ սարքելը կամ նոր պրոյեկտ սարքելը, տղեկ ջան, կարող շատ հանգիստ օգտվեք եւ ChatGPT-ից, ChatGPT-ին տղեկ ջան, մտեք, այ հիմա տղեկ կարող ChatGPT-ից օգտվել։ Բայց պետք է իմանաք ինչ եք ուզում իրանից։ Հա? Կոնկրետ ճիշտ հարցեր տակ, օրինակ ասես generate new project։ Ռուսերեն գրեք, ոնց ուզում եք գրեք տղեկ, հա? Angular, հա։ Ասում Angular ինստալարա, եթե էսի արել ես, կարաս չանես։ Ես էլ հրամանն է, copy ես անում, դնում ես ճտստում ես ընդ էլի դեր մի ոնց որ ես միշտ չի էլի։ Այդ ասում է դա էսի հեչ արդեն։ Ահա, ասում է հետո գնա քո բան, բայց էսի հեչ։ Տղեկ մենք վիզուալը բացել ենք արդեն։ Սալո ջան, քո մոդելը բացել ես պրոյեկտը։ Բացի վիզուալով պրոստը։ Ահա։ Ինչ էինք անում տղեկ ջան, նույն տերմինալը, չէ՞։ Նույն տերմինալը։ Բացում ենք այստեղ։ Նյու տերմինալ Ահա։ Всё, տղեկ, տեսեք, այս անգամ ավելի շատ եք հասկանալու ինչ է կատարվում, էլի։ Ալուս ջան, ունենք այս տերմինալ բացել ես։ Տղեկ ջան, նայեք, ուրեմն գերում ենք այստեղ հետևյալ կախարդական խոսքեր, NG-server։ Տղեկ NG-server ձեր անխուսափելի ընկերն է լինելու ամբողջ ընթացքում։ NG-server թույլ է տալիս պրոյեկտը, էսի ես սխտեք։ Հարցի եթե տա։ Տղեկ տերմինալի հետ պետք է սկսեք շփվելը։ Խոսում է, հարց է տալի, պետք է պատասխանես։ Հա? Հիմա գնացիք։ Հիմա ինչա կատարվում տղեկ։ Enter։ Всё։ Հա, դե screenshot կանես։ NG-server-ը ինչ։ Տղեկ ջան, NG-server պրոյեկտը start տալու համար է։ Դա սովորական JavaScript-ը start տալու կարիք չուներ, տղեկ։ Հա? Բայց մաքուր Angular-ը ինչի է, հələ այս մասը լսեք, տղեկ։ Մաքուր Angular-ը ինչի, մաքուր JavaScript-ը ինչի կարիք չունի start տալու, իսկ Angular-ը ունի։ Որտեղ տղեկ, Angular-ը մաքուր JavaScript չի։ Նրա հետ, տղեկ ջան, լիքը ուրիշ գործիքներ է աշխատում։ Որպեսզի տղեկ, ամենավերջում
ու քո գրած կոդը վերածվի Գուրգեն ջան նորմալ JavaScript ու HTML կոդի ու դա բրաուզերը կարողանա կարդա, դրա համար դու ինչ սերտ պետք է ուտես։ Ինքը որտեղ անընդհատ տակից, եսի ինչը վերածում է JavaScript։ Okay։ Պատկերացրինք տվեք, թե չէ այդ ամեն ինչը որ տանք Angular-ով գրած կոդը տվեք, եթե տանք բրաուզերին, բրաուզերը կասի ախպեր, սխալ բաներ ես տալի ինձ։ Հələ նայեմ Վալեր ջան։ Sudo։ Հələ արա, աչքիս քո մոտ խնդիր կա այս sudo մուլոների հետ։ Բան կանես Վալեր ջան, հələ Այստեղ բան, Վալեր, էսի են հաստատ է նույն պապկին է։ Չէ, until folder ես ինչ որ։ Էսի կոդ հազասարքած պրոյեկտը չի։ Այն Angular-ը չէր կամ։ Հələ գնա բան, recent-ի մեջ կամ desktop։ Եղավ։ Հələ գնա desktop, Վալեր ջան։ Չէ, այդ Էնը։ Դիա, չորրորդ պապկի։ Հələ տերմինալը բաց։ Այն նախորդից է փակել ես։ Չէ, հենա, տակը մնացել է բաց։ Հələ սլաքը վերև սխմի։ 18, poisk դու հələ բանիք մեջ։ Չէ, էսի փակի, չէ, Վալեր ջան, փակի դրա գործ։ Հələ այն ֆայլ, որ select էիր տալի տեղ բան։ Հա, terminator թույց։ Ահա։ Հələ գնա էլի պապկա ընտրի, Վալեր ջան, հələ։ Ահա, այնտեղ poisk-ի տեղ ունես, հələ գրի Angular 13։ CS գրեթե ինչ է։ Սպաս։ Գրիլ, նոր վերջնական անունը գրիլ, Angular ինչ էր գրել, 19-ներ գրել էր։ Ահա, ուրեմն այդպես գրի։ Ահա, всё, ընտրեի։ Վալեր, բան արա, չէ սխալ տեղից անում, հələ էսի փակի։ Կարա անի։ Հələ Վալեր ջան, բան կանես։ Էսի փակի հələ։ Visual Studio-ն հələ մեծացրու։ Ահա, ապրի արել։ Այ մի բան կանես Վալեր ջան, գնա ուրեմն այս վերևից գնա file, open folder, հենա։ Ահա։ Poisk տուրը տեղ Angular 19-ը։ Yes, всё, open tour, see all hard on save, всё, այ մի տերմինալը բաց ու գրի ինձ էր։ Սեր, նայ Վալեր ջան, այս է, դիա սենց։ Հա, պրոստը start տալու համար։ Տայք ջան, հասկացամ, չէ՞ ինչ է պետք է ինջի սերվեր անել ամեն անգամ։ Ուրեմն Գուրգեն ջան, Angular պրոյեկտը տվեք, եկեք մի հատ նորից հստակ ստրուկտուրայով մանր, կամաս կանք, հա։ Ուրեմն ամենակարևոր ֆայլերից, հա, տվեք ջան, այս արսի պապկի։ Այս ներքևինները տվեք ջան, ժամանակավորապես ձեզ հələ հետաքրքիր չէ։ Հա, նայեք տվեք, ինչ որ ֆայլեր կա, Angular JSON եւ այլն։ Բարդ բավականին ֆայլեր են, տվեք ջան։ Մի փոքր անց ես ձեզ package JSON, լավ, եկեք package JSON-ի մասին պատմեմ, չէ՞։ Այս ներքևը, տեսեք, եկեք
Ինչ է Վալերջան։ Մի հատ էս screen share արա էլի, հա։ Ինչ կա գրում որ հələ մի հատ բրաուզերից վրա գրի localhost 4200 էլի։ Բրաուզերդ կբացես մի հատ։ Հա։ Վերևը գրի localhost 4200, այս այդտեղ գրի Վալերջան local, ահա այդ ճտացրու ենք։ Չի բացում, չէ՞ ես խալա։ Մի հատ այդ error-ը կարաս գցես բան ChatGPT մի հատ տենաս ինչա չեմ կարում կարդալ Վալերջան։ Permission denied է տալ ինչ որ հələ սպասի ինչ որ բանը sudo-ով run արիր։ Լեքսիտես ինչ կաս։ Լավ ուզում ես Վալերջան, հələ կարաս մի 2 րոպե 10 տավիտ անես հետի ոչինչ չես, հա զբաղվենք դրանով։ Լեկիկ լսենք։ Տղեկ ջան, ուրեմն Գուրգենը ճիշտ նկատեց։ Էսի մեր պրոյեկտի մասին ինֆորմացիան։ Տղեկ ջան, յուրաքանչյուր պրոյեկտ Նա բան հարցին, ստեղ նա անունը օրինակ ինձ սխալ է, ստեղ որ անունը Մայապա, մինը Մայապա դերում։ Չէ՞ ստեղ կա փոքր։ Չէ, էսի առանձին է, այն կապ չունի, հա։ Որ փոքր ունեք, սկզբից պետք է ճիշտ անունը։ Հա, դա ճիշտ կլինի, вообще ճիշտ բանով գեներացնել պրոյեկտը, հա։ Տղեկ ջան, ուրեմն նայեք։ Package.json ֆայլը ձեր առաջին գիրքն է, ինստրուկցիա կոչված, հա։ Տիկ ջան, եթե դու բացում ես թազա ապրանք ես հանում կարոտքի մեջից, մեջը ինստրուկցիան հանում ես, նույնն էլ ըստեղ է։ Package.json-ը մեր ինստրուկցիան է տղեկ։ Էսի գրած է խարակտերիստիկան։ Հա, ինչից է բաղկացած ախպեր կոպիտ ասած կամ ինչ բաներ ունի, ինչ պարամետրեր ունի, հա։ Ուրեմն, տղեկ մենակ Angular-ը ինքը իրանով չի կարող աշխատի։ Angular-ը որտիսի աշխատի, Վալերջան, լիքը գրադարաններ, լիքը կողքից հավելյալ գործիքներ, բաներ, ինչ ասես բերում։ Տիկ ջան, այնպես է ստացվելու, որ 3-4 տարվա պրոյեկտը օրինակ, մի 10-20 հատ կողքից բանակ նստեցրած ունենում։ Մեծ պրոյեկտ էլ է вообще կինոյի։ Իմ այս պրոյեկտ ունեմ, ախպեր բացի որ այս Angular, նայեք, առաջի անգամ սարքած Վալերջան թափ թաժա պրոյեկտի մեջ, Angular-ի թափ թաժա պրոյեկտի մեջ։ Չկա որպես այդպեսին հատուկ ինչ-որ ուրիշ գրադարան, Գուրգեն։ Իրա Zavadskoy իրան ամենապետք եկան բաներն է, որ սրանից են կողմ, տղեկ, Angular-ը չի, սրանցից մի հատիկը չեղավ, Angular-ը չի աշխատելու։ Էսի գիտես ինչն է։ Էսի իրա գրադարաններն է։ Ինչպես Axios-ը։ Axios-ը ցերես էստեղ պետք է նստենք։ Բանը տալի, դեռ չի աշխատում, ռեվոլը տալի նույնպես որ չի պրոյեկտը տենջի սերվով run չի լինել։ Չես կարողանալու start տաս, չի աշխատելու բացատրել։ Էսի Angular-ն է, տղեկ, էսի բան չի, որ բրաուզերով բացես պարտադիր նոր տենաս։ Տղեկ, Angular-ի դեպքում Վալերջան, երկու հատ էտապ ունես խնդիր ստանալու։ Մեկը Angular-ի մակարդակով։ Հա, մեկը Angular-ի մակարդակով։ Բայց լավ է նա, որ եթե Angular-ի մակարդակը անցել ես, քիչ հավանական է, որ դու այնտեղ խնդիր կունենաս։ Պատկերացրիք ինչ եմ ասում։ Ինչը դեռ Angular-ի մեջ։ Մեծամասը։ Հա, Գուրգեն ջան, քիչ դեպքեր կա, որ Angular-ը չի ջորնում, որ դու այնտեղ խնդիր ես ունեցել։ Դա արդեն այնտեղ չգիտեմ, կոդը աշխատելուց ալ մի ամիտ տալակում ինչ-որ մի բան։ Okay, այսինքն, տղեկ ջան, Package.json-ը մեր գրադարանների իստորիան է, խարակտերիստիկա, որտեղ գրված է Վալերջան հստակ
թե ինչ գրադարանը օգտագործած, ինչի համար է օգտագործած եւ այլն, հա? Okay։ Ով է նստեցրել։ Ես չեմ նստեցրել։ Հա? Պատկերացրու, չէ՞ գաղափարը։ Գուրգեն ջան, թափ թազա պրոյեկտը սարքեք, ոչի բան չունես, մեջ նստած պետք եղավ նոր կնստեցնես Գուրգեն ջան, այսինքն հավայի բաներ պետք չի բերել լստել մեջ, հա? Տիկ ջան, եթե քեզ պետք եղավ Axios, ինչ ես անում։ Axios պետք չի գալու, տղեկ, եկեք ուրիշ բան նստեցնենք, լավ։ Եկեք օրինակի համար ես մի հատ բան նստեցնեմ, իհարկե կարող, այո, հետս հավասար եկեք։ Լալեշ ջան, էսի դու էլ արա պրոյեկտի րանելու հարցը կլուծենք, կամ, հա, հələ արա կլուծենք, քեզ։ Terminal մեջ դիգրենք, թե JSON-ի մեջ։ Ահա, JSON-ին մենք 0, Google ջան, ձեր չենք տալու։ JSON-ը terminal-ը որ անում ես, terminal link-ը իրան, գնում, դրեք ջան, սիրուն ակուրատնի, այդ ֆայլը update անում, փոխ։ Այսինքն, որ terminal-ի մեջ ինչ-որ push կամ k value գրենք, Չէ, դες բան չկա, դες բան գոյություն չունի k value terminal-ի։ Terminal-ի մեջ մենակ հրաման հասկացություն կա։ Մենակ հրամանա, հրամանը գրում ես Գուրգեն ջան, ինքը իր կոպիտ ասած գրությունները գրում աստեղ, հա, թե ինչ շավ, իստորիան ստեղ պահելու ենք։ Գնացիք, install material։ UI Angular, տղեկ, ամեն ինչի կոչից մի հատ ավելցրեք Angular։ Այդ կոչից ավելցրեք 19-ը թողեք։ Դու կարաս չգրես դիք։ Դե քոնը 20-ը այնտեղ։ Կարամ մի անգամից հենց ցույց տամ, տղեկ ջան։ Այս հրամանն ամես պետք է։ Install material, ինչ է դու։ Material UI Angular։ UI, հա։ Էսա տղեկ։ Ջան։ Էսա կմտնեմ նորից հետ։ Angular 19-ը, հա, այդ։ Էսա նայեք, էսա վալուց ջան, այսի կոպի արեք։ Գցանք էսի տղեկ ջան։ Ոչինչ, էսի կոպի արեք, եթե ոչինչ։ Կամ եկեք գնանք տերմինալում գրեք, տղեկ, գնացիք։ Տղեկ ջան, ուրեմն նայեք, ըստ այդ պլյուսը տենում եք Visual Studio-ում։ New terminal ենք անում։ Հա, terminal։ Այս պլյուս կա, այս դեք ուգենչ։ Այդ պլյուսը սրտնի, որ թազը terminal բացի։ Բալուս ջան, ինստալ արիր էսի դու։ Կարաս ոչ մի չգրես, այս ոչը կարաս չգրես։ Հա, Վալեր ջան, եղավ ինստալ էդ։ Էդում է, թե էրոր է տվել։ Դե 10-ը գրեմ, Enter։ Վալեր ջան, դու լս screen share արա, ձևից հետնա, ինչ որսում։ Точно։ Հա։
Все, Գուրգեն ջան, այլ sense կրի։ Մեջ ոչ ծավելցրու, գծիկ, force։ Că վերևի սլակ սխմի հետ հիմա վերը։ Ինչ էր ասել։ Այս մի գծիկ force։ Օրը C Թող դիք ջան եղավ Все, գրայֆը։ Բարոյական հնարմատ տերմինալն այդտեղ ինչ է կատարվում։ Էսի ինձ սերվարի չէ՞ էլի։ Okay, հələ terminalı bankanız նորից գրես այդ կամանդը։ Հա։ Terminալի մեջ է։ Սպասի։ Մի քնտրոց նորից enter Վազիրալի պոչից։ Այդը։ Չէ։ 19 գրի ուրեմն տենց 19 գրի։ Ահա, մի հատ է պրաբել։ Գծիկ, մեջտեղ գծիկ երկու հատ։ F O R C E մի պրաբել մի դի։ Force Valor force այո մի բան միտոյ այս անասունության հետ զալոց էսի պետք հազասարք լավ թող մնա այս ստրուկտուրան բացատրեմ հեսա կոմոդ հազը պետք հաշվի էլի Ալես մակերը տանել չեմ կարող մախբեր անասունության գագաթնակետն է էլի մակ բան ապուշ բանը Բալոչան հələ դու էլ նայ Չէ, դի լավ, վրախի Բալոչան, վրախի Ես հələ Տիկենբերգի հետ խոսա Ուրեմն տեսեք, այս հարցի պապի Տեք ջան, package JSON-ը հասկացանք, հələ եկեք նայենք package JSON-ի մեջ, ինչ կա Տեք ջան, նոր տեսակ չէ, ինչ-որ մատերիալի եսի ինչ քաշեցին Ինչ-որ գրադարան էր, նայ Տերում ես package JSON-ի մեջ ավելացել է Բալոչան Տվեք, յուրաքանչյուր նոր գրադարան, երբ որ ես ինստալ անեմ, պրոյեկտից պետք, գալու է պրոյեկտի Գալու է պրոյեկտի այս dependency-ների մեջ գրվի Գալու է dependency-ների մեջ գրվի, տղեկ Ուրեմն նայ, Բալոչան, ինչի համար է սա Եթե Գուրգենը պրոյեկտ ասա հարկում իրանով Այս package JSON-ը տղեկ ջնջում է ու պրոյեկտը ուղարկում է zip-ով ինձ Ես այդ պրոյեկտը կյանքում չեմ կարա սերվան Ոնց ինչ իմանամ ինչ ես օգտագործում Սա իստորիան ինստրուկցիան կորցրել է, ինչ սա պետք է ոչ ուղարկում Տղեկ ամենակարևոր ֆայլերից մեկն է միակ դոկումենտն է այս անտեր պրոյեկտի մեջ Հա Էսի որ ջնջիր կարաս մոռնաս այս պրոյեկտը Կամ է Գուրգեն ջան, այդ ինչքան դու պետք է էքստրա հիշողություն ունենաս, որ իջես սաղ լիբերը տեթաս նորից ճիշտ վերսիայով քաշես Պատկերացրիր Վալեր, ինչ կարգի լրջություն ունի այս ֆայլը Դա չի որ Էդի հա, մի նոր գեներացված պրոյեկտ Հեսա կանստի բուկվանը խոսք ասեք, ես պրոյեկտը մի քանի հատ գրադարան կպցրի, չէ, մորաց Տղեկ ջան, նայեք, բացի այս package JSON-ից կան էլի շատ կարևոր ֆայլեր, որ առանց սրան չի լինի, բայց
որպես ծրագրավորող, բայց package JSON-ը տղեկ ջան, մենակ Angular-ում չի, React-ում էլ ասենց, ուրիշ լեզուներում էլ կա package JSON, կարող է package JSON չլինի անունը բան, չգիտեմ ինչ-որ Antonio JSON կամ չգիտեմ ինչ-որ մի բան կլինի էլ, բայց իտոգը միտքը Google ջան, սա տեղն է նույնը, հա, որտեղ Վալեր ջան, եթե դու պրոյեկտիդ մեջ մի քանի հատ գրադարան ես օգտագործել, դու ունի պետք է այդ ինստրուկցիան տաս, որից ինչ ես օգտագործել։ Ոնց որ բաղադրատոմսը ես, մինչև բաղադրատոմսը չունենամ, ես չեմ կարող այս պրոյեկտը ստարտ տալ։ Հիմա ուշադրություն։ Վալեր ջան, դու տնային ես արել, zip ես արել, ուղարկել ես ինձ։ Ուրգեն ջան, ամենից կարևորը ասում։ Node module-ը հետը zip չանեք, երբեք։ Ուրեմն տղեկ, երբ որ դուք Angular-ը install արեցիք, տեսակ չէ՞ որ բաներ, ղռիկը ֆռում էր, բաներ էր քաշում բան։ Ծերը չի երևալ։ Տղեկ, այսի մենք այսի պապկի մեջ պապ կա, Վալեր ջան, այս node module-ի մեջ էլ։ Վերջը կա տղեկ պալիվոմ, հա, բայց այսի հմի։ Հետո կարող է вообще չգտեք ոչ։ Ուրեմն, տեսար Վալեր ջան, այս node module-ը։ Ոնց կա բան չանենք դե դիպ չանենք։ Ջնջիկ։ Հəmի ջնջիկ։ Ջնջիկ։ Բավարար բան։ Համահայ։ Համահայ։ Ջնջիկ կադարեկտ։ Տղեկ ջան, առանց սրա Angular-ը չի աշխատելու, բայց որ սա ջնջեք։ Որ սա ջնջեք։ Հետո շատ հանգիստ դիք ջան, կարանք հետ վերականգնենք։ Ասեմ ինչի շնորհիվ, որտեղ package JSON-ի պրոյեկտի մեջ է Google ջան։ Պատկերացրիր, Վալեր ջան, քանի որ package JSON-ը ես ունեմ, ես թքած ունեմ node module-ի վրա։ Node module-ը պետք է այդ պահի, երբ որ ուզում ես serve անես, դիք։ Բայց եթե դու ուզում ես ջնջես այս պրոյեկտի մեկին zip-ով որգես կամ node module-ը ջնջես, այսինքն տես, պրոյեկտը ուղարկելուց տղեկ node module-ը հետը չեն ուղարկում, դա խուժանություն։ Հա? Okay։ Էդի պետք է ջնջեմ։ Մի նախ zip-ը տալնելու եսի ինչքան մեգաբայթ ծանրանում է, ահա որ։ Zip-ը մի կես ժամ անում է։ Ջնջես տղեկ ձեր մոտ չէ։ Իմ մոտ էլ ալու երկար է։ Ոչ, տանք էլ ջնջի մինչև մենք։ Չպետք է չի դիք ջան, նես պետք է լինի ձեր պրոյեկտը տղեկ, որ լյուբոյ մոմենտ դու գրես npm նորից install ինքը գնա։ Տղեկ, npm-ը Վալեր ջան, մեր ընկերն է։ Առանց npm-ի մենք ոչ ես կողմ ոչ ենք։ npm-ը ինչ է անում դու Ամեն հրաման գրելուց առաջ գրենք npm։ Չէ, դա բան չկա Google ջան, որ ես ասում ամեն ինչից առաջ։ Հա, ընկերը բանավոր ինչ npm ընկերը որն է։ npm-ը ուրիշ բանի համար է, engine ուրիշ բանի համար է։ Հա, ամեն մեկը ուրիշ բանի համար։ Engine Angular-ի հետ Angular-ին դիմելու համար։ Չես են բան։ Engine ու գնաց մնացած։ Ինչ է սակում։ Zip, հա։ Չէ, չի, բայց չի սկսել։ Առանց նայ, առանց դրա իմ մոտ ստապ չի լինելու պրոյեկտը, նայ Google First error-ը մի հաստատ error։ Ինչ է։ Stop, ոնց որ ջնջել ես։ Google ջան, սա իրար, ես ուսնել է ջնջել ես դու։ Չէ, դիք առաջին Լավ ես արել, Վալեր ջան, այդ թող կա։ Էսի class-ը փլուսով բացավի մեջ չեմ դիակտես, նա Google ջան, էսի, այս տերմինալը, էսի ու էսի իրար այսպես կապած է։ Մեկին կապար մյուսին ասում, մեկին կապար մյուսին ասում։ Այստեղ ինստալարին ընդեղ ալնում, ընդեղ ջնջի, այստեղ արդեն error է տալու։ Հա? Տերմինալը ստոպ տալու են կարող։ Ոնց որ process-ը stop է տալու։ Տղեկ, ուրեմն հələ նայեք ուշադիր։ Բայց ես մի հատ է, այն մի հատն է stop եղավ, հա։ Ընդ բան չուներ run արած որ stop տեղ։ Մի տեղ է մենակ պրոյեկտը ստարտել։ Ուրեմն նայեք տղեկ ուշադիր։
Node modules չունեն։ Բալեր ջան, ռեսուրսներս գոյություն չունեն։ Տիկ ջան, այդ node modules-ները այդքանով անկապ ֆայլեր չէր։ Angular-ը սնվում էր այդ ֆայլերից տղի։ Այսինքն, ինչ էր կատարվում։ Կամ մի հատ կոպիտ ասած կարնևոյից են, ինչ-որ հատ մեծ պապ կա, տղեկ, որտեղից մեր պրոյեկտը սնվում է։ Ինչի՞ց է սնվում, տիկ ջան, պատրաստի ինչ-որ կոդերից։ Ինչի համար է դա, որ 0-ից ամեն ինչ չգրենք, լիքը պատրաստի գործիքներ լինի մեջ։ Այդ նույնն է, տղեկ, ոնց որ գործիքները տունը մոռանաս, հետաս գործի։ Ոնց որ կոմպս տունը մոռնամ, ախպեր գամ նստեմ, ասենք իմաստը։ Node modules-ը Գուրգեն ջան, Angular-ի համար, իրա գործիքներն են։ Բալեր ջան, առանց node modules-ի պրոյեկտը գոյություն չունի, բայց մարդ ես ու կոպիտ եմ ասում, գործիքների ճաշակով կորցնում ես։ Կոպիտ ասած node modules-ը ջնջում ես, Բալեր ջան։ Ինչ կարաս անես։ Ինստրուկցիան հետդ պետք է ֆռած, Գուրգեն ջան։ Եթե տիկ դու ինստրուկցիան ունես, հստակ գիտես, որից ինչ էր, քանի հատ էր, 2 հատ 4 համարի կելուչ, 2 հատ 28 համարի կելուչ, սաղ ունես դու։ Հերիք հա տղեկ դու գաք, տերմինալ, նորից գրեք, տղեկ հիշում եք ինչ էի կարել, npm install կամ npm i, տերմինալի մեջ, Գերել npm, հա, հավաղած բարիչ, արա, կելուչ։ Գիտես ես ինչ ենք անում, Վալեր ջան, գնում ենք մեր ինստրուկցիայի հիման վրա նորից գործիքները առնում ենք մեր տղեկ։ Այսինքն ես ինչ եմ անում, Գուրգեն ջան, ասում եմ ես ինստրուկցիային համապատասխան եւ բեր, գնային գործիքները նորից բեր։ Ինչի, որտեղ node modules-ից ջնջել եմ։ Այ, հենց դրա համար է, տիկ չո։ Պատկերացրիր, այսինքն ըմի նայ, ես ու Վալերը մի հատ պրոյեկտի վրա ենք աշխատում, կամ հələ Վալերը առաջի անգամ ուզում է հետը սկսի աշխատել։ Վալեր ջան, ես քեզ այս պապկեն, որ ուղարկեմ, դու պետք է քո մոտ բացես պրոյեկտը, առաջի բանը որ պետք է անես, Վալեր ջան, npm install պետք է անես։ Որտեղ եթե ես այս պրոյեկտի վրա աշխատել եմ չագուճով ու, չգիտեմ, ինչ-որ ռազմատնո ես իմիջ տուտի ֆրուտի կելուչով, դու մինչև հետը չունենաս, Վալեր ջան, դու դրա վրա չես կարող գործանել։ Այսինքն դու պետք է գրես npm ջան, install արա ամբողջը, որպեսզի կարողանաս այդ անտերը բան անես, օգտագործես։ Այդ պրոյեկտը կարողանաս вообще start տաս։ Վալեր ջան, հələ այնի դեսքդ ասա։ Թող քաշի, տղեկ ջան, ոչ։ Տղեկ, Angular-ի այս առաջի setup-ները ես պրոստը ուզում եմ անընդհատ այնքան անենք, մինչև պատկերացնեք դուք բոլորը ինչա կատարվում։ Վերևից վերը կասես, Վալեր ջան, էլի դեսքդ։ Նորմալ է, Գուրգեն ջան, բախր լրիվ ուրիշ դաշտ ես մտնում, լրիվ ուրիշ աշխարհ ես։ Ուզում ես հասկանաս Ժամանակի ընթացքում կհիշվի։ Օրինակ ես գործողություններ տղեկ, ստանդարտ գործողություններ, մի քանի անգամ անես, մի քանի անգամ մոռանաս ChatGPT-ին հասցնես, մի քանի անգամ անես, բուկվալը Գուրգեն ջան, 2-3 շաբաթ հետո դες սա հիշել։ Վալեր ջան, լսում ես։ Ես մենք եչանում ես մեկի ճիշտում այդո 1 3 5 8 Ահա Կապլան Վալեր կամ տոր փչած Ահա Վալեր ջան, ուր է։ Դե всё, հələ Վալեր ջան, հələ մտնիկ բան։ Վալեր ջան, հələ
Մեկնիկը ձեռնիկը։ Արելի բանով էխոյասս։ Տանասն ծրագիր է էսի։ Ուրալ է սանտոյի ծենը։ Անուստան է ճան վիտի աղբերքին։ Ալոչան, պրոստը որ միկրոֆոնս միացնում եմ, ահա որ էխոյա գցում, կեշ շուխուր ալում, էլի։ Այսի։ Всё, ես սրանից էր։ Հələ սպաս, Վալոչան, հələ դու մկնիկդ вообще մի շարժի։ Բնան ինչ կարող բաց։ Չէ, ինչ-որ կոնտրոլ բացած չի։ Հա, հնարավոր է։ Հա, դե ինչ-որ permission պետք է։ Հայ մատես default-ի մեջի default հələ կբացես, full access տուր։ Всё, շնորհակալություն։ Հասցրի պաշտպանվես։ Ու արավես դուրակ բանես։ Հա, դեռ կլա տեսեք ինստալ արել է։ Всё, արել է։ Հələ ng serve գրեք։ Հա։ Հալոչան, հələ դու մկնիկդ մի շարժա։ Չէ, արա, մեկա չի արժի։ Բարոյ տստայի կբան։ Չէ։ Հալոչան։ Հա, ոչինչ, այլ բան կալենք, դու բզբզանք որ բասի նորմալ։ Ինչ եղավ տղեկ, ng server եղավ ձեր մոտ։ Առաջինն է։ Հա, օքեյ, կքաշի։ Երկրորդը տվեցիք ng-ը։ Առաջինը դիտանք ng-ը։ Նորից եմ start տալի, Գուրգեն ջան, այնի ես սանջտել էի։ Տղեկ, ng server դա start-ն է պրոստը։ Հա, չէ, start-ը հասկացան, եթե դու մի ետիակ տալիս ես start։ Հա։ Դրանից վերև ներքև սաղին վերաբերում է, թե ամեն ինչքան ունեցայքվելուսով սաղթարվում է, ամեն ինչի մեջը դրանին գրեսնից է։ Չէ, մի անգամ ng server գրվում մի պրոյեկտի համար։ Այդ պահին։ Դու բան է։ Այն մյուսները ուրիշ բանի համար էի բացում, Գուրգեն։ Պրոստը stop չտալու համար էի բացում։ Ստեղ էներորները որ կար ջնջելուց հետո, ստեղ կոնսոլցիա արել։ Stop տվեցի։ Այս տագինի մեջ է, ես ng server-ն եմ։ Չէ, մի անցած գնացած բան։ Ստեղ էլ է, ստեղ դրանին թե չէ։
Այս կանամ ջնջը, նայ գուրգենը սրա, պետք չի ինձ։ Մի ակտիվ մենակ մի հատ նայում։ Որի մեջ ነው դրում։ Որի մեջ որ հա, այնի npm install անելու համար է զուտալ։ Okay, տղեկ, հələ մի հատ ուշադիր նայեք այստեղ։ Էկրանս։ Ունենք իր տոգում, մի հատ app, տղեկ, մի հատ app։ Որը որ գտնվում է այս հարցի մեջ, չէ՞ տղեկ։ Ուրեմն index.html-ի մասին հիշում ենք։ Ապա բացենք թե ինձ։ Ինչը։ Всё, точно։ Ահա։ Index.html-ի մեջ տղեկ ջան, գրած է ուղղակի app-ը։ Հենց index.html-ի մասը ուղղակի անցեք։ Հաշվեք սենց տղեկ, որ ըստեղ գրված է, այն ամենազավացկոյ բաները, ինչ որ պետք է անենք մենք ինքը արել։ Դու ոչ մի բան չես անում, Գուրգեն ջան, ինքը սա անում։ Պետք չի ոչ մի բան, էլ 0.js script կպցնել բան, այդպես բաներ չկա ստեղ։ Ալո ջան, պատկերացրու, չէ՞, ոչ head-ում, ոչ միտեղ 0 CSS, CSS կպցնել բան, այդպես բաներ էլ չկա։ Տղեկ, Angular-ում կա component հասկացողություն։ Մտնում ենք app component, տղեկ ջան, app component է ուղղակի։ HTML-ը մտեք, այո։ app-ն տղեկ ամենագլխավոր component-ն է։ Կոպիտ ասած ծառի պարագելուքն է, ասենց ասած, հա, ամբողջ պրոյեկտի պարագելուքն է, հա, Վալեր ջան։ Այսինքն ամեն ինչ, ամբողջ պրոյեկտը սկսվում է app կոչեցյալից։ Մեջին ահա տիպ ջան, ասա ջնջելու ենք ռադա։ Վալեր ջան, ուրեմն app ես մեջ եղած չեղածը ջնջում ենք։ CSS-ում բան չկա, control-A, Գուրգեն ջան։ Ու delete։ Գնում ենք app component CS։ Խմոտել ես են ձերով տվի Գուրգեն ջան։ Հա չես գոհանում բալեր։ Okay, okay։ Չէ, всё, okay, okay։ Ուրեմն նայեք, այս մենակ այս մեջինը ջնջեք։ Այս app component-ի մեջ գրած Angular 19 կամ ինչ-որ պրոյեկտի ան։ Հա, title-ը դրե։ Հա։ Տղեկ, ուրեմն նայեք ինչա կատարվում։ Angular-ում գոյություն ունի տիկ, մենակ component հասկացողություն, առաջի հայացքից։ Վալեր ջան, ինչից է բաղկացած component հասկացողությունը։ Այս ինչ փագի։ Կոդը չի փոխվում, չէ՞։ Տղեկ, տենում եք ես կլասը։ Angular-ում ընդվալը չկա։ Հա։ Այ։ Այո։ Հա, okay, Վալեր ջան, նա փագել է։ Լսի, նայ, ուրեմն տղեկ ջան։ Angular-ում կա գլխավոր ամենատիկ, ամենակարևոր Գուրգեն ջան, կարևոր գաղափարներից մեկը հենց component հասկացողությունն է։ Օրինակ, քո ամեն ֆունկցիոնալ ուժ, հիշում ես, որ ասում եմ ախպեր ամեն ինչ առանձին դիվերով սա, օրինակ։ Մեծ մի։ Կամ ասում եմ ախպեր ամեն ինչը նենց արեք, որ առանձին էլի, առանձին ֆունկցիա ալնի, որ start տամ, առանձին կլաս սարքեք, որ մենակ է դրա համար պատասխանատու լինի եւ այլն։ Դիք Angular-ը նենց արել։
որ տենց ասոբի գլուխ էլ չպետք է ջարդես այդ ամեն ինչը անելու համար, հա? Կոմպոնենտը Վալեր ջան, կտոր է, օրինակ, լավ, սենց բացատրեմ։ Իմ համակարգիչը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, ինգրեդիենտներից, հա, այսպես ասեմ։ Այսինքն մի կլասը մեջ դրան բազա կլաս գրել։ Չէ, էսի առանձին կլաս։ Չէ, Չես կարող գրես այստեղ ուրիշ ոչի բան։ որ ասում ես առանձին մասից, ես Կոմպոնենտից ուրեմն։ հա, Всё, հա? Էլի կոմպոնենտը, հա, կոմպոնենտ թողել։ Չի կարելի այստեղ կլաս մեջ կլաս։ Գրածա կլաս ապ կոմպոնենտ, Այո։ սրա մեջը, այդ չագերտի մեջը, գրես օրինակ էլի կոմպոնենտը, նա ուրիշ կլաս։ Չէ, կոմպոնենտը դա առանձին պապկա է։ Հա։ Սրա հետ կապ չունի։ Լավ, ուրեմն նայեք, տղեկ localhost 4200 եմ գրում, Վալեր ջան, հետո քո մոտ մի հատ պրոյեկտը դզենք նորից կանես էլի հերթով, հա։ Հələ որ կարաս ուշադիր նայես, մինչև դզենք մոտը։ Localhost 4200, տղեկ ձեր պրոյեկտը ստեղ է, всё։ Դուք սենց եք ստուգելու, նայելու։ Դիք ջան, ինչի է դատարկ, որտեղ app HTML-ը ոչ մի բան չունես գրած։ Դիք ամենաքո գլխավոր HTML ֆայլը, որ ինչ գրես երևալու է, դա HTML ֆայլը, app component HTML-ը, okay։ Այո։ Հələ որ հատիկ ջան, բայց չէ, սա էլի ենք բաներ սարքել էլ։ Կոպիարը կարող է չէ՞։ Ահա։ Հա, դա անդադ պետք չի, տղեկ ջան, ուրեմն հերթով գնացինք։ Ուրեմն HTML կոդում էս app HTML-ում։ Կարամ մի հատ div սարքեմ։ Կլասը գրեմ container։ Արս լարվել է սովորական մեր Հաջան, տղեկ կոմպոնենտ հասկացողությանը ավելի մանրամասն ես կանրադառնամ, հա։ Հիմա եկեք օգտագործենք մենակ app component HTML-ը։ Որպես բան, օրինակ, հա, սենց ասած, որ հետո տղեկ, հետո, Վալեր ջան, մենք սարքելու ենք մեր սեփական ուրիշ կոմպոնենտները։ Կպցնելու ենք, կիրառելու ենք, puzzle-ի պես հավաքելու ենք, հա։ Նայեք ինչ է կատարում, տղեկ ջան, շատ հեշտ է իրականում, ինքան մի բարդ պատկերացրեք։ Ուրեմն կոմպոնենտը ինչ է։ Օրինակ իմ համակարգիչը բաղկացած է մի քանի կարևոր կոմպոնենտներից։ Մոնիտոր, ստեղնաշար, պրոցեսոր, в общем, տուդիմ, սուդիմ, մակնիկ եւ այլն, հա, տարականների համար տապուշկա։ Այո, պարտադիր։ Դրանք մեկը մյուսի հետ, այսինքն իրանք լրիվ առանձին բաներ են։ Որպեսզի Վալեր ջան, Գուրգեն ջան, որպեսզի սաղ CSS-ները չգրենք մի տեղում։ Սաղ չտանք խառնենք իրար, սաղ մի տես զիբիլի պես լցրած չլինի։ Մի հատ ֆայլում տիկ ջան 800 տող HTML չունենաս, մի 800 տող CSS, փուջուր կտորներ եք բաժան։ Հա? Գուրգեն ջան, ավելի է հեշտանալու բարձանան, որտեղ այն վաղտ ինչ որ հրդաբալ են գրում էի միտեղ։ App component-ից հապա, 10-10 component։ App component մի հատ կարել։ App component-ը Գուրգեն ջան, գլխավոր կոմպոնենտն է, որտեղից որ սկսվում է կյանքը կոպիտ ասած։ Հա? Ինքը քո գլխավոր կոմպոնենտն է։ Տղեկ ջան, կոմպոնենտների մասով թե ոնց անենք, որ ուրիշ կոմպոնենտներ սարքենք, բաժանենք կոմպոնենտներ եւ այլ, դրա մասին հետո ավելի մանրամասն խոսանք։ Ուրեմն տղեկ, Angular-ի կուրսը вообще սենց ալն։ Նախնական այդ էմի մի շաբաթը հենց է ստացվելու, որ կամաց սենց բզբզալու ենք, ըլնելու է տես սիտուացիա, խառը ուսումնասիրելու ենք, սենց խառը նայելու ենք, մի քիչ բզբզալով, կամաց սկսելու ենք պատկերացնել, նորից նույն թեմաներին նորից գալու ենք։ Հա, որտեվ Angular-ին վերցնել նույն թեման, նույն մի անգամից այդ ամեն ինչը պատկերացնել սուտ է, հա։ Okay, գնացինք, սովորական կոնտեյները սարքել եմ Վալեր ջան։ Գրեմ H1 մի հատ Գուրգեն ջան, H1 ողջույն բոլորին։
Գուրգեն ջան, ում եթե ուզենամ այս կոնտեյներին CSS-ով ինչ-որ հատկություն տամ, width տամ, height տամ, border տամ, ինչ պետք է անեմ։ APP component CSS fabric։ Գերամ կոնտեյներ։ Ոչ մի չի փոխվել, տղեկ, նույն ձեր CSS-ն է։ Պրոստը նայեք, առանձին HTML-ից գնում սարքում էի։ Բալեր ջան, այդ մեն առանձին CSS սարքում էի, կամ ինչ-որ CSS սարքում էի։ Ամիշքա, տղեկ, սովորական կոդ է։ Չէ, դի գենդեր այդ գործ չունես դու։ Էդի, տղեկ, Վալեր ջան, լսում եք, չեմ ես։ Հա, հիմի նայեք, այտենց body mode-ի հետ կապված բաները գրում ենք style CSS։ Այ option, body margin-ը 0, padding-ը 0 խոսքի։ Տղեկ ջան, CSS գրելուց, եթե Վալեր ջան, այս HTML-ում ես գրել եմ container class-ից տեղ, իր CSS-ը պետք է լինի իր CSS ֆայլում, app component CSS։ Okay, container-ին օրինակի համար տղեկ, եկեք մի հատ background color տամ պրծնեմ։ Blue։ Ամ չգիտեմ, մի հատ գույն դրեք, aqua դրեք, ման դրեք։ Տղեկ, նույն CSS տամ, ոչ մի բան։ Բանով, այն 3 թվերով բանով։ Գուրգեն ջան, սա ինչ սովորել ես նույնն է։ Նույն CSS-ը տան, ինչ ուզում ես գրել։ Մի բան արեք, տղեկ ջան, նույն CSS-ը։ Այո, դե կոդ գրելու տեղն է փոխվում, չէ։ Մեկ է սա Angular-ից մի 600 թազա բան։ Ուրիշ բան չի փոխվում։ Ահա բան չի։ Տղեկ ծանոթ է, տեսեք գալիս է 4200 այստեղ։ Էսա, կանշիմ կոնտեյները։ Բայց կներես, դե արդեն ինդեքսով պետք է չբացեն։ Գործ չունես ինդեքսի, 4200-ն է, всё, լոկալով 4200, այդ է քո պրոյեկտը։ Զանգում ես լոկալով 4200 գալիս։ Okay, Վալեր ջան, էս է մեր ստրուկտուրան, էս քո div-ը Գուրգեն ջան։ Էս է քո H1-ը։ Всё։ Տղեկ ջան, հիմա ստեղ կարամ ես հա մի 4 օր ինչ պետք է սարքեիք, տղեկ, սարքեք ըստեղ։ Հիմա, տիկ, եթե ես ինչ-որ պայման ուզենայի ստուգի։ Ուզում եք եկեք մի հատ շատ պարզ օրինակ բերեմ։ JS ֆայլը, տղեկ ջան, JS ֆայլը, component հասկացողության մեջ Angular-ում դա app component.ts-ն է։ Գուրգեն ջան, JS-ի տեղը TS-ա գրվում ըստեղ։ Հա? Ձեռով երբեք այս ֆայլը չսարքեք։ Հետո կասեմ ոնց կանենք։ Ավտոմատ կոմանդներով, հրամաններով գեներացվում։ Գուրգեն ջան, կոդ գրելու ենք, հա ջան։ Հա։ Ահա։ Տղեկ, ուրեմն TS-ը, JS-ը, այսինքն HTML-ը եւ CSS-ը իրար կախարդական կապով կապված են։ Գուրգեն ջան, որպեսզի դա չլինի կախարդանք, եկեք լրիվ հասկանանք։ TS ֆայլում, Վալեր ջան, TS ֆայլում մի հատ այսպես շնիկով բան է գրած, շնիկ կոմպոնենտ։ Ասում է գրիկ ջան, շնիկ ջան, չէ՞ դες բան կարք։ Ասում է շնիկ կոմպոնենտով, ինչ որ ցես բան է գրած տղեկ։ Էսի մեր ծանոթ կլասն է, չջնջիկ։ Էսի մեր ծանոթ կլասն է։ Չէ՞ Գուրգեն ջան, հա, էս կլա էքսպորտ կլաս, հա ջան, չէ, դա մի ջնջ։ Չէ, այդ կլասը չէ, կոմպոնենտի չէ։ Մի ջնջեք ոչ մի բան։ Ես պրոստը ջնջեցի, որ ավելի բարձ ցույց տամ, էլի։ Տղեկ, յուրաքանչյուր կոմպոնենտ կոչված ունի անուն։ Գուրգեն ջան, հա, Վալեր ջան, դա անուն կոչվածը, էդի կոչվում է selector։ Ոնց է tag-ը Գուրգեն ջան։ Այս Angular-ի կայֆելա, որ դու կարաս կոպիտ ասած կոմպոնենտի տանուն տաս, ոնց է գրելու div։ Ըստ դրա տեղի գրում ես app root։ App root։ Էս է իր անունը։ Տիկ ջան, այս app root-ը մի տե տեսել եմ ես, index.html-ում։ Այ Գուրգեն ջան։ Հա? App root-ը div, էսի որ գրածելներ հմի div, խառնվելու իրար, չէ։ Ահա։ Կոմպոնենտ ունես սարքած, որի անունը app root-ը։ Ամեն որ app root-ը դեմ ուրիշ բան սարքում, մենը դեթա մոդել գրել։ Հիմա եթե այստեղ փոխեմ, Վալեր ջան, app root-ի տեղը դառնա app main, խոսքի։ Ուրեմն պետք է գնայի index.html-ի մեջ, գրեմ app root-ի տեղը app main։ Նույն ձևի պետք է փակի, tag-ը բացվող, tag-ը փակվող։ Հա։
մի կերպ յուր այդ ունես մի քանի մի հատ GS ունես մի հատ GS-ով պետք է սա որ բաների մեջ նորից գրես թե մի հատ GS հենց այդ Angular-ում դու մի հատ GS չպետք է ունենաս։ Այդ դա ամեն անգամ որ դու փոխում ես։ Դե բայց դու ինչի՞ ես փոխում։ Դու մի անգամ պետք է ճիշտ անունով սարքես ու քաշվես գրավ, այսի ոչ մեկ չի գալու ձերով փոխի սխալ բան։ Չի կարելի տղեկ ես սրանք ձերով փոխ։ Կալասի կա գնա փոխեցի։ Չէ, փոխելու բան չեմ Հա։ ասել։ Դու մի քանի էջ ունես, ամեն էջի մոտ տարբեր GS ունի։ Աբրես պապկեք ունեմ դաժե ամեն էջի համար, հա։ Հա, մի հետո որ կպցնում ես իրար, ավտոմատ ինքը ինքը սարքում է։ Որտեղ դու պետք է ավելացնես ձերով։ Հա, չէ, դու այդ puzzle-ը 4 էջի GS-ը, 4 կպցրեցի։ 4-ը իրար տակից կարամ դնել։ Հա։ Կամ իրար կողմ։ Ստեղ եթե HTML-ի մեջը HTML-ի մեջ, index HTML-ի մեջ երբեք բան չենք փոխելու մենք։ Այս app root-ը տղեկ, app main-ը տված է որպես գլավնի կոմպոնենտ։ Հա, դու Գուրգեն ջան, մնացածը արդեն app կոմպոնենտում կանես։ Կոմպոնենտը դա սելեկտիվ կողք կարա ստորակել դնես, մի քանի անում գրես։ Չէ։ Նայեք տղեկ, app main-ը գլխավոր կոմպոնենտ։ Հա։ Կոպիտ ասած մեր աշխատանքային դաշտը։ Կոմպոնենտները այդտեղ են երևալու, հայտնվելու, կորելու, գնալու, գալու, ապարելու, շրջվելու, ջնջվելու։ Index HTML-ում բան չենք փոխելու։ Index HTML-ում կոպիտ ասած մենակ մի անգամ տվել ենք, որ նայ Վալեր ջան, այս index HTML-ում app main-ով հասկացրել ենք մենք այս հարիվից, որ եղբայր, քեզի ձեռք չենք տալու։ Ինչ գործել որ անեմ, անելու եմ app main կոմպոնենտի մեջ։ Ասում եմ օքեյ եղբայր։ Ասում եմ եղբայր, ասում եմ մի վախի, ես եթե դաժե ուրիշ puzzle-ով ուզենամ կոմպոնենտներ հավաքեմ, index չան, քեզի ես ձեռք չեմ տալու եղբայր։ Ասում եմ եթե Վալեր ջան, ես գործ ունենամ անելու, ասում եմ եղբայր, ես գիտեմ որ app-ն իմ համար գլխավոր կոմպոնենտ է որպես։ Տղեկ app կոմպոնենտը ջնջել չի կարելի։ App կոմպոնենտում ոչ մի ուրիշ փոփոխություն անտարօրինակ չի կարելի անել, օքեյ։ Հա։ Ունենք index նորից կան։ Index-ը ունի մի հատ գլխավոր կոմպոնենտ, տղեկ ջան, դա է app կոմպոնենտ։ App կոմպոնենտը բաղկացած է 3 հիմնական ֆայլերից. TS-ը, CSS-ը եւ HTML-ը։ Հա? Ահա։ Տիկ ջան, ոնց է այդ կախարդական կապը տրվում։ Angular-ը տղեկ, այս ամեն ինչը շնիկ ինչ-որ մի բանը, անընդհատ տենալու է։ Էսի JavaScript-ում սեզ բան չկա, տիկ։ Գուրգեն ջան, սեզ բան դու երբեք JavaScript-ում չես տենա, շնիկ կոմպոնենտ։ Վալեր ջան, գիտես ինչ ենք ng serve գրում։ Որ Angular-ը գնա այս անտերները թարգմանի տանի սարքի JavaScript կոդեր ու տա բրաուզեր։ Տղեկ, Angular-ը ստեղծել է իր սեփական լեզուն, ոնց է, չէ, երեխեքը իրար լեզու գիտեն, երեխեքը իրար հետ կարող են խոսալ։ Կամ իրաց լեզվով։ Նույնն էլ Angular-ը տղեկ ջան, ստեղծել է իր անունները, Գուրգեն ջան, հորին էլ է։ Հա ջան։ Import-ը հեսա կբացատրեմ։ Մենակ այս մասը կենտրոնացեք, կոմպոնենտը տղեկ, Angular-ի հորինած բառն է։ Շնիկ կոմպոնենտ որ գնում ես, դա Angular-ը իննա տղեկ ջան, հա? Գուրգեն ջան, արի նա գաղտնիք բացել։ Երբ որ դու գրում ես շնիկ կոմպոնենտ, տղեկ իրականում էսի մի հատ ֆունկցիա անկապ, որը սպասում է պարամետր։ Նայ Գուրգեն ջան, օբյեկտ չի։ Վալեր ջան, ֆունկցիայի փակագծերը չի կանչելու։ Պրոստը սրանք տակից ինչ-որ շուստրի բան են գրել, տղեկ։ Որ ասում են ախպեր, սիրունության, տղեկ, այս Angular-ը դենց արա, ասում եմ սիրուն գրենք, կոկիկ գրենք, հա? Ասում եմ օքեյ, ասում եմ ինչ պետք է անեմ, ասում եմ տղեկ, ախպեր բան եմ սարքի քո համար, պուբուշ բաներ եմ սարքի, մեջը գրի, ես կտանեմ JavaScript-ով կթարգմանեմ։ Ասում եմ всё, ասում եմ հարմար կլինի, ասած, ասում եմ ախպեր, բեսամ կայֆոտ հարմար բան եմ սարքի, ասում եմ օքեյ։ Ասում եմ ախպեր, եթե ես ուզում եմ քեզ հասկացնեմ, որ այս սարքածս կլասը կոպիտ ասած Գուրգեն ջան, կոմպոնենտը ինչ պետք է անեմ, ասում եմ եղբայր, կլասիդ վերևը գրի շնիկ կոմպոնենտ, նույնս օբյեկտը տուր։ Էսի դուք զերով չես սարքում, Գուրգեն ջան, կոմպոնենտ սարքելուց ինքը ավտոմատ սարքում։ Պետք է չի տանջվել ինչ-որ բաներ հիշել, պրոստը պետք է չիմանանք ինչ է, էլի, դրա համար եմ բացատրում։ Վալեր ջան, շնիկ կոմպոնենտ նշանակում է, որ այս անտերը հենց կոմպոնենտ է, կլասդ կոմպոնենտ է, լավ։ Տիկ, նայ, ասում է template URL, ասում ախպեր, այս կոմպոնենտի HTML-ը ո՞րն է։ Տես ճանապարհը տվել է Վալեր ջան, ասել է app component.html-ը։ Ասում եմ օքեյ, ասում է բա սրա բանը CSS-ները ուրա։ Ասում է այն ախպեր app component.css-ն է։ Ասում եմ լավ օքեյ։
Բա Google ջան, բա սա JS-ը որն է, JS-ը ինքն է։ Դայք, այսինքն ինչ ստացվում, որ JS-ն է որոշում, JS-ն է որոշում։ Չէ, JS ֆայլն է որոշում, թե որ HTML-ը եւ որ CSS-ը պետք է կպտեն իրար աշխատեն։ Համախմբող կոպիտ ասած օղակա տղեկ ջան։ APP կոմպոնենտն է։ Կներեք, JS ֆայլը։ Ուզենաս երկրորդ HTML-ը։ Դա արդեն գնաց ուրիշ կոմպոնենտ դառավ, ուրիշ պապկա։ Երկրորդ HTML չի կարելի, չես կարող դու ուղղակի ունենաս երկրորդ HTML։ HTML-ը չէ։ Գիտեմ, չես կարող ունենաս APP կոմպոնենտ HTML-ը մենակ մի հատ կարող լինի APP կոմպոնենտի համար։ Դայք մի կոմպոնենտ, մի HTML, մի ֆայլ, պատկերացիք, էլեմենտ, հա։ Երկրորդ էջն է ուզում սարքել։ Գնաց ուրիշ կոմպոնենտ սարքի։ Էդի ուրիշ տեղ է։ Նայ, դա օրինակի համար ասեմ, որ խորտ չլինի։ ng generate component, եկեք ես երկար բառերով գրեմ, generate component, բան, test for Gurgen, ահա։ Նայ։ Ուրեմն APP պապկի մեջ տղեկ, սարքես մի հատ ուրիշ պապկա։ Անունը դրես test for Gurgen։ Ինչ մասերից է բաղկացած, HTML-ից, CSS-ից ու TS ֆայլից։ Gurgen ջան, յուրաքանչյուր թազա edge, թազա կոմպոնենտ է։ Իրա HTML-ով, իրա CSS-ով, տիկ ջան, ու իրա JS-ով։ Վալեր պատկերացրիր ինչա կատարում։ Որոշում կար երես generate edge Տո ինչ ուզում ես անում դիր edge 1, edge 2, page 1, page 2, page 3, տո եսիմ ինչ, տո կարզինա, տո ելը։ Տեք ջան, ամեն edge-ը ձեր համար լելու է մի հատ կոմպոնենտ։ Տո տիկ ջան, գիտես հարցը որն է, դաժե եթե դու մի edge-անի բան սարքես, Gurgen ջան, մեկը պետք է բաժանես կոմպոնենտներ։ Քո ասած header-ը վերևի հատվածը տղեկ։ Հետի APP header կոմպոնենտը պետք է լինի։ Պետք է գրես այստեղ Angular ջան, generator-ը իմ համար կոմպոնենտ, որի անունն է header, ախպեր ջան։ Ահա։ Էսի sense, տղեկ, եկեք անենք, պրինցիպի բարդ չի։ Ես հեսա կասեմ ինչ ենք անելու, ոնց է։ Կարակ դաժե հələ որ չանեք, հետս լսեք ինձ, հա։ Լսեք, որ հետո այս վիդեոյը նորից կանեք, օքեյ, տղեկ։ Լավ։ Հետո այս տնայինը 6 անգամ վիդեո տարբերակով կուղարկեմ ձեզ։ Հա ոնց։ Չէ, տղեկ, գնես բարդ բաներ չեմ տալու, նենց եմ անելու, որ զուտ, տղեկ հիմա իմ խնդիրը այն է, որ դուք ադապտացվեք, ոչ թե ինչ-որ խնդիրներ լուծեք, հա։ Ես ուզում եմ ուղղակի դուք հեշտ ադապտացվեք սրան։ Հիմա նայ, Վալեր ջան, header ենք սարքում մի հատ, չէ, սարքեցի։ Gurgen ջան, մի հատ էլ եմ գնում, ասում ng Angular ջան, generator-ը իմ համար կոմպոնենտ, պետք է ասես ինձ սարքի Gurgen ջան, որտեվ ինքը լիքը բան կարա սարքի։ Վալեր ջան, եթե ես չասեմ, որ կոմպոնենտ պետք է սարքես, ինքը չի հասկանա ինչ պետք է սարքի։ Generate ասես սարքի դիվը սարքի։ Դիվը չգիտի ինքը ինչ բան։ Ինքը գիտի ինչ բան է կոմպոնենտը։ Ինքը գիտի ինչ բան է դեկորատորը, ինչ բան է սերվիզը եւ այլն եւ այլն։ Ինքը իր սեփական բաներն ունի Gurgen։ Ադեշի HTML-ի բանը չի կարա։ Ինչ։ Չէ, դի գնա գրի։ Ինքը կարա կոմպոնենտ սարքի, ինքը կարա կոպիտ ասած Gurgen ջան, ինքը ոչ թե քո տեղը կոդ է գրում։ Չէ, կոդ գրելը չէ։ Ինքը քո տեղը սարքում է հարթակ տեղ վայր գրելու համար, հա։ Վալեր ջան, ng generate component footer։ Footer-ը տակի հատվածն է տղեկ։ Հա։ Այս ներքևի հատվածը Gurgen ջան, կոչվում է footer։ Այս վերևի հատվածը կոչվում է header։ Չէ՞, Վալեր ջան։ Ահա, Gurgen ջան, նայ, գալիս եմ APP component HTML, դրճում եմ սա։ Նա կարամ div սարքեմ, id-ին տամ main։ Հեմի, նայ, footer-ում, header-ում տղեկ, գրածա sense մի բան, header works։ Էսի ինքը Gurgen ջան, заводской գեներացնում է, էլի, կոմպոնենտի տանում։ Վալեր ջան, էսի կարամ ջնջեմ, գրեմ տեղը բան, h1-ով header։ Ինչ ուզեմ կգրեմ, էլի, հա, header։ Դա CSS-ին կարամ ձեր տամ այս բանը, ոչ էլ TS-ին, հա։ Եկեք JS-ով գործ անենք, ոչ էլ։ Footer-ում, footer պապկում, տղեկ։ Գալիս եմ գրում եմ h1 footer։ Տղեկ ջան, փաստացի երկու հատ առանձին կոմպոնենտ ունեմ։ Տղեկ ջան, սա ոչ միտեղ նայեք, չի երևում։ Նայ։ Տենում ես դու Gurgen ջան այդ header-ն ու footer-ը։ Չէ։ Վալեր ջան, դու կարաս 860 հատ այսենց puzzle-իկներ հավաքես, սարքես մեջը։ Բայց քանի դեռ սա չես օգտագործել Gurgen ջան, դա ոչ մեկին պետք չի։ Հրի այդ հաշվի մեջ դրեց բարերը չէ։ Այդ եմ ասում։ Քանի դու կարաս 800 ասես բան Քանի սարքես։ չես կպցրել։ Քանի չես կպցրել, ինքը չի աշխատել։
Վալաջան գնա 100-ը JS սարքի, որ չես կպցնելու սկրիպտով ինչի՞ ստապետ։ Չէ՞, նույն գաղափարն է, եթե գրել ես չես օգտագործում, ապետ։ Ինչ։ Այն գլխավոր ինդեքսը չի, իջա։ Այո։ Ինքնամես գլխավոր ինդեքսը։ Պետք է գամ APP component HTML-ին, Գուրգեն ջան, պայմանավորվեցինք index HTML-ը ոչ մի բան չենք ավելացնում, չենք գրում, չենք ջնջում։ Index HTML-ում միակ բանը, որ ասել եմ Գուրգեն ջան, որ քո գլխավոր կոմպոնենտը APP-ն է։ Всё։ Դու ուրեմն գալի, այսինքն APP-ի մեջ։ Սարքել եմ մի հատ div main։ Բալեր ջան, կոմպոնենտի անունը ինչ էր header-ը։ APP header, նայ Գուրգեն ջան, հեսա իր անունը։ Div-ի անունն է։ Հա, tag-ի անունն է, տիկ APP header։ Գրում եմ APP-ի մեջ, գրում եմ APP header, ու էսի։ Տղեկ, տակը կարմիրով գծելու է։ Գուրգեն ջան, հարցնում եմ մի քիչ առաջ import-ը ինչ է։ APP header-ի վրա այսպես բան ենք անում, մի քիչ որ պահենք, կամ alt enter-ով ստե աշխատում, չի աշխատում։ Նայեք, գալիս ենք APP component-ի, էս։ Տենում եք import բառը։ Բալեր ջան, այս APP component.js ֆայլը Գուրգեն ջան, չգիտի ով է քո header-ը։ Դրա համար խնդիր է տալի, error է տալի, տիկ ասում այդ ով է ախպեր։ Հարասպետ դե բրատ ոնց բացատրեմ, ասում եղբայր, եթե դու ուզում ես դրսի է, չէ, իրա մոտ չէ գրած Գուրգեն ջան, ուրիշ տեղ է գրած, ուրիշ պապքում է տղեկ, իրան էլ հասկանալ կարելի է, էլի։ Չի տենում ախպեր։ Փոփոխականների տեսանելիության տիրույթը հենց չի։ Ոնց պետք է մեկը մյուսին տենա, չեն կարող։ Տղեկ, այստեղ արհեստական ձևով Գուրգեն ջան, մենք պետք է բերենք, ասենք հես արադի։ Որպեսզի ախպեր 0-ով, զորով տիկ ջան, բերենք, ասենք եղբայր, հես այդ անտեր header-ը, հես այդ անտեր footer-ը, պետք է գանք import-ների մեջ, այստեղի import-ներում, component-ի մեջի import-ներում, ստորակետով գրենք header component, նայ բերումը, տենում ես, enter ես սխվում, որտև Գուրգեն ջան, ինքը export անում ոչ թե, եսի մեծատարով չի գրած, կլասն է, նայ export, տղեկ, նայ, բայց այս ախ հետն է արխեք, Բալեր ջան, հեչ լսել ես import և export, տանել բերեք, Տիկ ջան, տես դաշտ բանով, լոգիստիկայի բանով, որ նայում եք, տանել բերել։ Էքսպորտը, երբ որ Հայաստանից արտահանում ես, հա? Էքսպորտը, երբ որ արտահանում ես, իմպորտը, երբ որ ներկրում ես, Գուրգեն ջան։ Հիմա, երբ որ դու թողել ես, որ քո, նայ, Գուրգեն ջան, եթե ես չեմ ուզում, որ սա դրսից օգտագործեն, ես էքսպորտ բառը կջնջեմ տղեկ։ Всё, Վալեր ջան, դոստուպը փակել եմ, եղբայր, եթե ես դա Հայաստանից չարտահանեմ, ուրիշ երկիր ոնց է ներկրելու։ Ես Գուրգեն ջան դրա համար միշտ ինքը էքսպորտ բառը գրում է սաղ տեղեր։ Ինքը արտահանում է թույլ է տալի որ դրսից դու կարողանաս իմպորտ անես։ Բալեր ջան, ես սարքելուց header component-ը թողել էի որ ինքը էքսպորտ աներ այս անտերը։ Հետո գնացի app component-ում, ասեցի դե իմպորտ արա բեր օգտագործի։ Ասեց օքեյ ախպեր։ Գուրգեն ջան, քանի որ ես header component-ը արդեն իմպորտ արեցի, հա, ներկրեցի, տիկ ջան։ Ես ներկրածս ապրանքը կարամ իմ app HTML-ում օգտագործեմ, app header-ն։ Դայք, ստոպ եղած է, նորից ng self պետք է անեմ տիկ։ Գիտես թե ստոպ եղած։ Կոմպոնենտ սարքելու խաթր ստոպ էի տվել։ Դզվում է, սա Visual Studio-ն է, պրոստը մի քիչ ապուշ։ Օպա։ Այսինքն Չէ՞ տիկ, կպա header-ը։ Ամեն անգամ կոմպոնենտ սարքելու համար դիմաց Ctrl+C անես, հետո գրես ng start։ Նայեք, Գուրգեն ջան, ուշադիր նայեք, Վալեր ջան, ուշադիր նայեք։ Ctrl+C, Ctrl եւ C։ Ստոպա տալի պրոյեկտը։ Գնում եք սարքում եք ձեր կոմպոնենտը, ng, generate եւ այլն տուդիմ սուդիմ։ Enter-ը սխում եք, պրծավ, սարքեց, պրծավ։ Նորից գրում ես Գուրգեն ջան, ng self։ Աբրես։ Հա։ Ամեն անգամ ցածր բան սարքելուց ստոպ տվեք, գնացեք, սարքեք, եկեք start տվեք։ Անջտում ես Գուրգեն ջան, սարքում ես։ Կոպիտ ասած ավտոյի մատորը միացրած վրան պետք է գործ չանես։ Մատորը պետք է անջտես, գործանես, նորից խոտ տաս։ Պատկերցրինք 10-ի։ Всё, տղեկ import export-ը Վալեր ջան ջոգել ենք։ Եթե դու app component հասկացողության մեջ, app կտորի լավ, սենց ասում, component-ը կտոր ասեք, Եթե app կտորի վրա, դու ուզում ես ինչ-որ ուրիշ տեղից, app header կտորը, footer կտորը, Գուրգեն ջան, օգտագործես, պարտավոր ես, app-ին ասես, որ դու պետք է ներկրես այդ անտեր կոմպոնենտը կտորը,
որ օգտագործես։ Հիմի գնում եմ app.ts, տղեկ ջան, նաև import եմ անում ինչը, header-ը։ Նայեք, Գուրգեն ջան, դու ոչ թե ֆայլի անուն ես, այ արա նորից header գրի, footer-ը։ Enter եմ սխտում ավտոմատ բերում է, նայեք, պետք չի հատ գնաս գրես։ Բայց եթե ավտոմատ չանի, կարաս գրես, ասում ես footer-ի մեջի footer component-ն, ոնց է JS ֆայլը գնում կպցնում տիկ։ JavaScript-ի մեջի Java JS-ի մեջ JS-ը, չէ՞ Գուրգեն ջան։ Նույնն այստեղ է, տղեկ։ Հալեր ջան, всё, ես ստացա էքստրա իրավունք օգտագործելու նաև footer component-ը։ Գուրգեն ջան, գնում եմ սիրուն ակուրատի, բացում եմ footer component-ը։ Footer պապկեն, լավ, սենց ասեմ։ Գնում եմ footer-ի JS ֆայլ։ Տենում եմ կլասի անունը դիրացա footer component export-եք թողած էր, կայֆոտ է տղեկ, իդեալական։ Ինքը ավտոմատ անում է, էլի, տղեկ, ես ինչ որ ասում եմ, էլի, ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ դրա վրա։ Թե չնես չի դուք կարող եք ես սրանք հերթով գրել։ Որ ասում եմ լիքը բան ձեր տեղը բան անում, տղեկ, մեծամասն բանում է։ Selector, Գուրգեն ջան, այս tag-ի անունը app footer-ը, որպեսզի դու օգտագործես իրան քո app component-ի մեջ, app footer-ը, value ջան։ Tag-ը բացում, tag-ը փակավ, եղբայր, չէ։ Այսքան բան։ Ինչ tag բաց թողի։ Միտեղ մի բան բաց եմ թողել։ Գնում եմ app footer-ի մեջ, այսա, տես այստեղ է գրի։ Նայ ամեն անգամ դինամիկ փոխում է։ Տղեկ ստրուկտուրան նայեք, բերում եմ ստեղ։ Տղեկ ջան, էսի app header component-ը ձեր, որի մեջ գրած է value ջան, մի հատ hash1 tag, չէ՞ տիկ։ Div-ա, տղեկ, պատկերացրեք div-ա, մի խառնվեք իրար։ Component-ը div-ա ուրիշ։ Պրոստը ոչ թե միտեղ եմ գրում, տղեկ, այլ բաժանում եմ մասերի։ Համի որ header-ի տեխնիկա ֆլեքսա։ Ինչ ուզում ես դուր գուր, բանս չես կարող։ Տղեկ, հələ խառնա, բանս գուր չեմ, գիտեմ։ Let's start with the option in the night. I mean, let's put the main hospital. Main-ը իմ մոտ եմ գրել։ Կարամ ես էլ component սարքել գուր։ Main-ը կոբիլացած ոնց որ մեջտեղ է։ Այդ header-ի տեղը։ Հա։ Որ գրել եմ մի երկու տիպս է header-ի տեղը։ Ոնց որ կոբիլացած նա բարի տեղը կոմբանա, նա բարի դիվնա, մեջը դիքը դիվերկա, այդ header-ի բանը։ Div, class-ը header component-ի մեջ է։ Ուրեմն մի հատ այս կոմը կունենայի մի հատ image, որտեղ կտա իր նկարը։ Կամ օրինակ, նայ հասկացա։ Պատկերացրիր, չէ՞։ Մի հատ div կտամ, class-ը կտամ title։ Չէ՞, օրինակի համար բան hello, կամ չգիտեմ ինչ-որ menu, կամ ինչ-որ մի բան։ Կգամ ստեղ մի հատ ուրիշ div կսարքեմ, կտամ logout խոսքի, չէ՞, դուրս գալ։ Կգամ header component-ի CSS, նոր HTML-ում է, հիմա կգամ CSS։ Կասեմ եղբայր ջան, header class-ում։ Header-ին դուր display flex, որ են երկուսը իրար կողմ, flex direction-ը։ Flex direction space between։ Բալեր ջան, պարզ է։ Գնանք ստուգենք։ Main-ը logout-ը between-ը չաշխատեց տղեկ։ Հələ գնանք CSS-ով ստուգենք։ Տակ ջան, ոչ մի բան չի փոխվել։ Մի քիչ պապկինք ավել։ Արես flex direction-ը։ Կարող ես flex direction չէ։ Justify to, արա justify content պետք է գրեի, ոնց շշկրցրեք։ Justify content-ը space between, այ մի քիչ, նայ, всё, ավտոմատ menu-ն ըստ է logout-ը ստե value։ Ուզում ես արի header-ից Գուրգեն ջան, width դուր ասա, ջան, width խոսքի մի 80%։ Հա? Всё, տղեկ, կամաս, կտոր, պուճուր, այսինքն հապակելով պետք է գաս։ Մենք գրում ենք նա div ID տարիսեք նավար, այդ նավարը մեջ լիքը բաներ ենք գցում, ու պետք է header component-ը մեր նավարը պրոստը անունը փոխված։ Այո։ Տենց բաներ։ Հա, տեղ ջան, այն կլասը մեզ բան։ Այդ վերևի համար առանձին header CSS կդիմի, ներքևի համար առանձին header։ Այնը մենք գրում ենք, այնը ընդդեմ դեսքներ որ դուրս են եկան հովորներ, գրում ես ընդդեմ։ Հա, տեղ պրոստը ինչ է կատարում, Գուրգեն ջան, դու որպեսզի սաղ HTML CSS-ը միտեղ չլցնես, փոփուշ մասերի ես բաժանում։ Կոպիտ եմ ասում,
Գաղափարապես նայ, Վալեր ջան։ Նայ, նա ուրիշ բան է։ Որտեղ main CSS-ի մեջ մենք բան դրեցինք, այստեղ style-ի օշին դրա մեջ։ Ումես ամեն CSS-ները մենք որ կոմպոնենտ այդ կտորը կապում ենք ինչ-որ ուրաներ բան։ Այստեղ app կոմպոնենտ HTML-ի հետ Կնես APP component TS-ի մեջ նեղ։ APP component HTML-ը կպցնում դիքեջ։ Այս որ գցում ենք այս import-ի մեջը, ինքը ավտոմատ սա կապում է։ Մենք էլ Ոշիբան մի արա, պետք է։ Բացօթը։ Ոչ ընդեղ CSS-ի հետ կապում։ Բացար ոչ մեկ էլ գործում ես։ Այդ հանգվածի մեջ պրոստը ստորակիտ դնեմ, գրեմ կլասի անում։ Հա, component, հա, նրանք component ենք ասում։ Կոբիդաս։ Հա, component ենք ասում, գուրգինչ։ Ճիշտ ես։ Ուղղակի քեզ, դեռ տեսեք ինչքան ավելորդ աշխատանք է անած ձեր վրից։ Հասմախբեր, մի հատ տերմինալով կամանդ կտամ, Վալեր ջան, գնա, գեներացրած քեզի թազա կոմպոնենտ, արա դաժե պետք չի նշես ուր դե, տիկ ինքը գնում SRC APP-ի մեջ է սարքում ախպեր։ Պետք չի դու իրան ավել։ Ինքը գիտի տիկ, որ այս APP-ն իր համար ամենաառաջնային կարևոր տեղն է։ Հատից է սկսում պրոյեկտը։ APP-ի մեջ է սարքում։ Կոմպոնենտները խառը 800-ած սարքի ախպերես, ինչքան ուզում ես սարքի, ոչ մեկը դե բան չէ։ Ինչքան մանրացնես կտորների, այդքան ավելի լավ։ Որտեղ Գուրգեն ջան, արի լագիչեսկի նայենք։ Header-ի ֆունկցիաները ինչ կապ ունի կոնտենտի ֆունկցիաների հետ։ Ոչ մի։ Վալեր ջան, իմաստը որն է, կոպիտ եմ ասում, էլի։ Պոիսկի լոգիկան էս հա։ Get-Flex-ը պայման պետք է լավը, ինչ-որ տեղ, որ ընդեղ option style-ի մեջ ունենաս Get-Flex կլասը, դիք սաղին վերաբերում է, Եթե style CSS-ում, style CSS-ին սաղը տենում է, style CSS-ը ամենավերևում կանգնած, դա ամենավերևում է, margin padding-ը, ինքը միշտ կպած է, ինքը ուր դե ուզում ես, միշտ կպած է, չես է կարա անջպես դար սենցից, հա, դաժե որ ուզենաս, Գուրգեն ջան, չես կարա Եթե կներես, այդ վերջնի որ կպատ է, վերջնի կպատ APP component HTML-ի մասին է ոչ չէ, իր մեջ ոչ դրվում է, որ բան է։ Բացը դու գործում ես դրա հետ, Всё, ինքը մոռացված թե Angular-ը անում է սարտակից։ Ինչ է։ Այդ կողմից մի անգամ ստեղծում է APP component HTML-ը, ու всё, դու որ կարած որ բացես, ոչ է փակեցի։ Որտեղ քեզ կարիքը չկա բացել փակել։ Ինչը բացել փակել է, չէ։ Որ այս APP component TS-ի մեջ ինքը սարքում է ավտոմատ առանձին HTML-ը սա սարքում, չէ՞։ Կոմպոնենտի համար հա ինքը սա ֆայլերը սարքել, այո։ Այս ամեն գլխավոր HTML-ը որ կա։ APP HTML-ը, թե։ APP, չէ, APP component։ Okay։ Իրա մեջ մի հատ պրոստը կարասը բացես, տենաս անունը, ու всё։ APP component HTML-ի մեջ բան չես դնում, չէ՞։ Չէ, բա հեն աստեղ եմ գրել իսա։ Հա։ Ոչ չեմ գրել։ Ոչ, պրոստը դրա մեջ վերում գցում ես, всё։ Դու ինչ ուզում ես սարքի, Գուրգեն ջան, քո կոմպոնենտն է, քո ֆայլն է։ Չէ, folder-ը պրոստը վերում դնում ես մեջը, всё, չէ։ Footer-ն ու header-ը։ Հա, տղեկ, ոչ մի ավելորդ գործողություն պետք չէ։ Պարտադիր է որ import անես ուղղակի։ Հա, import բանը բալում ինքը գրում է։ Դու պրոստը գալիս ես ավելացնում ես component HTML-ի մեջ գրում ես APP անունը, ու всё։ Դու հիմա դες բանը։ Գնում ես ուրիշի կոմպոնենտը ներկրում ես։ Հա՞։ Քո կոմպոնենտի մեջ, որպեսզի Վալեր ջան HTML-ում կարողանաս իրան օգտագործես իր թեգի անունով։ Այո, հա։ Ուրիշ բան հետ գործ չունես։ Ուրիշ այդ index HTML-ի մասին вообще կարող նորանալ։ Բացատրել։ Տղեկ, Էսի main.js-ի մասին գործ չունեք։ Դրա հետ է գործ։ Բացարձակապես։ Հա? Տղեկ, մի հատ այսպեսի հասկացողություն կա։ Նենց չի, այդ ամեն ինչը չի կատարվում, Գուրգեն ջան։ CSS-ն էլ այդում կապվում, JS-ն էլ այդում script-ով կպնում։ Տղեկ, սաղ այդ ամեն ինչը Վալեր ջան, պալյուբոմու կատարվում է։ Պրոստը Angular-ը ասում է եղբայր։ Արա ասում է թո ես կանեմ, ինչ ես խառնվել իրը։ Մի հատ էլ բան։ Հա? Դա չէ նենց չի տղեկ, հեքիաթա։ Տիկ ջան, ըստե հեքիաթային ոչ մի բան չկա, պալյուբոմու այդ ամեն ինչը կատարվում։ Նայ, սկրիպտները տենում ես, տիկ որ կպելա տակը։ Դու կպցրել ես Գուրգեն ջան ինչ-որ տեղ սկրիպտ, չէ, ես էլ չեմ ինչ-որ կպցրատել եմ, հələ հետ է բացել։ Style-եր է կպցրած։ Դու կպցրել ես style CSS, ես չեմ կպցրել Գուրգեն ջան։ Տղեկ Angular-ը սաղ անում է։ Դու APP main component սարքել ես Գուրգեն ջան, ես չեմ սարքել։ Ո՞վ էր APP main-ը տղեկ։ Էսի էր։ Գլավները դիգա։ Այդ դրանը ոչ փոխվելու է, ոչ։ Աբրես։
Իրա մեջ ինչ կոմպոնենտ կպցրի, կոմպոնենտների տանունները երևալու է։ Div-ա տիկ app header-ը առաջի երթի։ Նա Հա։ Դե որ հիմի մենք JS-ի մագարտելու առաջինը edge-ի վերևը այդ header component-ը ասել այլոքտագործել header component-ի համար ինչ-որ JS են գրում։ Որ քլիկ անում են գալի վրա Մոռացի Գուրգեն, չեմ մի շարունակի հարցը։ Չէ, մի շարունակի, որովհետև հենց քլիկել ես այլ պետք չէ, ես կլասի մասին եմ խոսում, այդ բան export կլասը որտեղ է անում։ Այդ կլասը ֆունկցիա է։ Դե մի քիչ խառնելու ես։ Առաջին Խառնում ես։ Դայք ձեր լավի համար եմ ասում։ Ես պրոստը Ես մեծ սիրով կպատմեմ, պրոստը export կլասը որտեղ գրավ ֆունկցիա չէ Function constructor-ը Գուրգեն ջան, դա գիտենք մենք որ տակից տենց է։ Չէ, որ այդ չէ այդ կլասը է function, մի ուզում էի հասկանալ այդ հայտարարելու պահերը այդ ձևավորների մեջ Երթով։ Ամենայք, որպեսի Գուրգեն ջան, կակրած այդ քո ասած, արի մի քիչ այնց անենք տղեկ, մի հատ լենզի սենց ասեք, հաստատ կոմպոնենտ հասկացողությունը հասկացել ենք։ Import, export-ը հասկացել ենք տղեկ, որ ֆայլերին չպետք է կպնենք, հասկացել ենք տղեկ, հա, վсё։ Իմ համար հիմա այն ամենաառաջնային կարևոր բաները հասկացել ենք։ Հիմա թողեք մի հատ էլ հեսա առաջեցան մի փոճոր մի հատ sense մի բան անենք։ Տղեկ, այս կոմպոնենտի իրական չքնաղ կայֆը Գուրգեն ջան, հենց այդ app կոմպոնենտը կամ любой կոմպոնենտի JavaScript ֆայլ HTML-ի հետ խաղալն է։ Ինչ error-ա, warning-ա թե error։ Just կամի գիտա, դա app component gets spec JS-ը բան, միա կամի գիտա, հայտը ես ինչ Այդ փախնագից ֆայլը դա տղեկ spec.ts ֆայլերի հետ գործ չունեք, ոչ բացեք, ոչ նայեք, ոչ ուսումնասիրեք, դաժե կարող չնջեք։ Okay։ Հիշեք, կոմպոնենտը մեր համար բաղկացած է տղեկ ջան, նայ, ինքը ամեն անգամ սարքում է տղեկ, նայեք, կոմպոնենտ սարքելուց տիքը տես, կոմպոնենտ սարքելուց միշտ ինքը կա վալերջը։ Էսի պետք չի, spec.ts ֆայլերը կարող ջնջեք, որ հեշտ լինի հիմա ձեզ, հա։ Ինչա, 3 հատ ֆայլ է վալերջան, HTML, CSS, JS։ Էդի կոմպոնենտ է տիկ։ Կոմպոնենտը սկսվում է class բառից։ Ու այս շնիկ կոմպոնենտ գրածով։ Տղեկ, Angular-ը երբեք չի հասկանա, որ սա կոմպոնենտ է, եթե դու դեմը չգրես, վերևը չգրես շնիկ կոմպոնենտ։ Selector-ը, template URL-ը, style URL-ը եւ import-ը բաղկաց կոմպոնենտի բաղկացուցիչ key value-ներն են, տղեկ։ Object չի վալերջան էսի, object-ը եմ իմանալու։ Selector-ը key չի, app header-ը value։ Import-ը key չի, զանգվածը value։ Template URL-ը key value։ Տայք ջան, այս բառերը չեմ կարող փոխեմ, էսի Angular-ը ստիպել եմ, որ ես էսենց գրեմ Գուրգեն։ Իրան տալիս եմ կոմպոնենտ հասկացողություն, ասում եմ, եղբայր, դու ինձ տուր ընդամենը քո HTML-ն ու CSS-ը։ Ասում եմ, բա կլասը ոնց է շոգել, ասում ախպեր, դու դեբիլ չես, ասում եմ, կլասիդ վերևը շնիկով գրել ես, ասում եմ, վալերջը։ Ասում եմ, ես արդեն գիտեմ, որ այս կլասի հետ կապ ունի, ջոգիրտիկ։ Ահա։ Տղեկ ջան, Angular-ի այն ամենաչքնաղ, ամենահիասքանչ պլյուսը այն է, որ JavaScript-ը դու HTML-ը, արա ոնց ասեմ, արա սենսեր չէ, ծոցի ապրում են։ Ինչի, վալերջան, յուրաքանչյուր փոփոխական Գուրգեն ջան, որ դու գրում ես ստեղ կլասի մեջ, օրինակ, նայ, գրում եմ բանը, լավ, արի սենց գրեմ, title, վերնագիր, հավասար է Անտոնիո։ Տիկ ջան, սովորական գրել եմ, չէ, արած իրար խառնում եմ։ Կոնստրուկտորը հիշում ենք տղեկ ջան։ Կարամ մի հատ ուրիշ բան ունենամ տղեկ ջան։ Գրեմ բան, random name, չէ՞։ Արի սենց անենք։ Հիշում եք, որպեսի բան անենք, this random name-ը։ Աբրես, նախորդ եկեք սարքենք, որ random name-ը հավասար է ինչ-որ դատարկ։ Դեսի չեմ դա փոխա։ Հա։ Դեսի արդեն դիրա։ Ինչ դուրս։ Ну, ուսեմ արտադրել։ Մոռացի, չես կարող։ Հա։ Չկա դες բան։ Հա։ Ես Random name-ը հավասար է տղեկ ջան, mat
get random։ Դայք նույն JavaScript-ը նույն կլասն է ինչ որ անցել ենք, չէ՞։ Արա էսի պետք է string նայ, լավ, okay, արի sense change просто։ Random name-ը հավասար է mat random-ի, չէ՞։ Դայք ջան, կուզեք console log անեմ մի հատ просто։ Console log, console get log this random name-ը Վալեր ջան, չէ՞։ Մեկ է console log անեմ this title-ը։ Էսի որ դեմ գրում header-ը։ Դայք ջան, ամեն մեկի JS-ը եթե դու Վալեր ջան app-ում կամ ինչ-որ միտեղ Գուրգեն ջան կիրառել ես այս կոմպոնենտը, եթե այս edge-ը բացես, սրա JS-ը աշխատելու է։ Սրանն էլ է աշխատելու տիկ ջան։ Սաղին է աշխատելու։ Առանձին իրար հետ կապ չունի։ Էսի չի, Անտոնիո մեկ է այս պատական թիվը։ Գժանոց, թույնա Վալեր ջան, հմի, տղեկ։ Էսի ուշադրություն մի դարձրեք, Angular-ը լիքը բաներ տակից կոնսոլ անը։ Գնացի header։ Տայք, գիտեք կայֆը որն է։ Որպիսի, տիկ այն ժամանակ եթե ուզենայի title-ը JavaScript-ից վերցնեի, ինչ էի անելու Գուրգեն ջան։ Գրելու էի document get element by id title կամ by class name title, չէ՞ Վալեր ջան։ Դրա text content-ը հավասար է this title-ի։ Plus random խոսքի։ Ինչևից։ Դայք այդ ամեն ինչը պրծավ, պատերազմը վերջացավ։ Angular-ը ասում է հարգելիս ասում է մեղք ես, հերիք։ Այսինքն միակ փոփոխական Ասում է եղբայր, արի HTML-ում երկու հատ համակարգի նշան բացի, երկու հատ համակարգի նշան փակի, գրի title։ Всё։ Խնդրեմ Անտոնիո։ Հա։ Տղեկ, Angular-ը ձեզ չի եկել խանգարի, եկել է օգնի։ Всё, տղեկ, պետք է բր մորցեք դոկումենտ, query selector all-ն, get element by ID-ն, տղեկ, մի մոռացեք, նկատի ունեմ չեք օգտագործել։ Այսինքն Սպეციფიկ դեպքերում ենք գրելու մենակ։ երկու հատ բաժանից, նո, երկու հատ ձևավորվածից դրենք կլասի անունը գրենք։ Կլասի անունը։ Չէ, դոք ջան, բան կամ փոփոխական կամ, հա, փոփոխական կամ։ Փոփոխական անունը JS-ից կհանի HTML-ի մեջ է։ Բայց գիտես ինքը ինչ անում։ Տակից։ Ինչն է գրում քո փոխարեն այդ ամեն ինչը։ Որ HTML-ից գալիս է JS, այդ նույն պրինցիպով չեն կարող։ Գալու է հետո։ Այն որ փոփոխական Տակ, պարյամոյ կապ է ստեղծում JS-ի ու HTML-ի մեջ։ Ինտերակտիվ կապ։ Ոնց որ ասած, սրա մեջ կարող գրենք div-ը հավասար է երկու chag-ի բան, ձևավորվածից div-ի ID անունը։ Որտե՞ղ։ JS-ի։ Չէ։ JS-ի մեջ HTML tag-ի անուն դաժե չի շոշափվել։ Հա։ Ես ասի։ Հա։ Նայ, Վալեր ջան, title հիմա մի հատ է ուրիշ փոփոխական ունեմ, չէ՞ Գուրգեն ջան։ Երկու հատ փակագիծ բացեցի, թու ոչ բացեցի, փակեցի Վալեր ջան։ Random name էր, չէ՞ անունը։ Всё։ Ես չի։ Տղեկ, ուրեմն նայ, Angular-ը այնքան խելացի է, որ քո փոփոխականը հենց փոխվեց Գուրգեն ջան, ինքը ավտոմատ փոխելու է։ Այսինքն նայ, գալիս եմ set timeout-ով, set interval-ով։ Նայ, ամեն 2000 վայրկյանը մեկ ուզում եմ տղեկ ջան, 2000 միլիվայրկյան, հա, 2 վայրկյանը մեկ ուզում եմ փոխվի բանը, հա, թու վարած բառը ասեք։ Ուզում ես թիվը անունը փոխվի։ Տղեկ ջան, այստեղ մի հատ sense բան սովորացնեմ, string։ Հավասար է դատարկ չակը։ Տղեկ, մի հատ sense բան ասեմ, հետո կբացատրեմ սա մանրամասն, հա։ Ronaldo name-ը հավասար է դատարկ չակերտ գրեք պրոստ, կամ հավասար է 0 օրինակ։ Նախտական արժեքել է որ տվեք, հա, Վալեր ջան, այսինքն եթե դու բան սարքես փոփոխական, չես կարող պրոստը գրես դատարկ թողես, պետք է դեմ եմ բան գրես, հələ որ, հետո կասեմ ոնց ենք անելու, որ չանենք այդպես բան։ Նայ, Գուրգեն ջան։ Դերում ես այդ անընդհատ փոխվող թվերը տիկ։ Ինչ որ հատուկ բան արեցիր դրա համար։ Կարող է Վալեր ջան ամեն անգամ set timeout-ի վաղ գնացիր get element արիր, ախպեր ինտերակտիվ ծուծել կավ, ծուծել կու ես հարևս աշխատում։ Հələ ինչքան բանից ձեզի բարձրացրեց։ Այս ապուշ կտորը սարքելու համար, հիմա մի եկա կոդ էի գրել։
Եկա կոդ էի գրել հաստատ։ NG4-ը, տղեկ, եկեք մի հատ եք iPhone բան ցույց տամ նոր գնա։ Զանգված ունեմ։ Users։ Եկեք չբարձրացնեմ, ուղղակի անուններ ասեմ։ Հա? Ուղղակի սենց անունները։ Հիմի Վալեր ջան, ուզում եմ ցուցակ ցույց տամ UL-ով, header-ում։ Գիտես ինչ պետք է անեմ։ Գալիս եմ UL եմ սարքում։ Մեջը գրում եմ լի։ Ցիկլ պետք է ֆրամ, չէ՞ տղեկ։ Տղեկ ցիկլը գրելու եմ HTML-ում։ Հա։ NG4 հավասարը let name of users всё փակագծերը դնում ենք ձևավոր փոփոխական տանում ինչ էր տիկ name գրի name всё տակ ջան մենակ ng4-ը պետք է էլի import անենք եթե լա դրսից գործի այստեղ գրում եք ng4 ու import ենք անում հա всё հա գուրգեն ջան Հեշը պայման պետք է գրես մեջը կնել ես զույգ է չէ ես պայման պետք է if-ներ պետք է գրես դրա մեջը հա Էլի Աստղանի շենքի Ոնց եմ Աստղանի շենքի ֆոր գրել գրել եմ UL-ը ցույց տուր մենակ այն ժամանակ ng-if Վալեր ջան երբ որ խոսքի եմ ասում տիկ ջան նայ օրինակ բանը show-ն հավասար է false չէ խոսքի չէ show-ն դեպից false-ա ng-if show ախպեր տղեկ պրոստը ng-if եթե օգտագործում եմ պետք է գամ ng-4-ի պես գրեմ ng-if ես էլ import անեմ հա Տիկ ջան, եթե արդեն ընդ է ֆիլտրի, ֆիլտր արածդ բեր ստեղ ցույց տուր։ Դու նես չի JavaScript կոդ չես գրելու, է? Հա? Ստեղ ընդ է գրի մաքուր, դու բարձի, տղեկ, գիտեք եսի որ մասնա, են որ for-ը իր ֆորում create element է իր անում, է, Վալեր ջան։ Են որ դեպից գրում է create element UL Create for-ը իր ֆորում, տիկ ջան, create element լի է իր անում, լի text content-ը տալիս է իր object-ի name-ը եւ այլն text content-ը հավասար։ Վերջում այդ լի նփեն child-ը իր անում Վալեր ջան, UL-իդ մեջ, UL-ը տփեն child-ը իր անում header-ին։ Պատմեմ նորից այդ սաղ պրոցեսները, թե հիշում եք լավ։ Արա բայց դեզի վատման կբերեմ, որ դուք սովորեք, չէ, չէ։ Okay, տակ ջան, բան։ Այստեղ